Շքեղ առանձնատանը, մինչ միլիոնատեր որդին հավատում է ներդաշնակությանը, մայրը լուռ նվաստացվում է։ Հարվածներից հետո բեռնաղցիկի միջից լսված մի անսպասելի ճիչ ճեղքում է տարիների հնազանդությունը։ Եվ այն, ինչի ականատեսն է լինում որդին, ընդմիշտ փոխում է ամեն ինչ։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում, շարունակեցինք։ Խոստանում եմ, որ սա կլինի լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Տունը վեհորեն կանգնած էր Մագնոլիաների փողոցում, Երանի կենտրոն վարչական շրջանի ամենանրբաճաշակ թաղամասերից մեկում։ Նրա բարձր պարիսպները, որոնք պատված էին ներկրված քարերով, որոնք արի լույսն արտացոլում էին ոսկեգույն երանգներով, բրոնզե մանրամասներով զարդարված երկաթե դարպասները պաշտպանում էին ոչ միայն սեփականությունը, այլ այն գաղտնիքները, որոնք թաքնված էին այդ անթերի ճակատի հետում։ Այգին մանրակրկիտ խնամում էր պրոֆեսիոնալ այգեպանը, որը գալիս էր շաբաթը 2 անգամ։ Այնտեղ կային վարդեր, որոնք ծաղկում էին վառ կարմիր մաքուր սպիտակ երանգներով։ Սակայն այդ պատերի ներսում իրականությունը շատ տարբեր էր նրանից, ինչ թվում էր։ Օդում մշտական լարվածություն կար, ծանր լռություն, որը կախված էր ընդարձակ շքեղ սենյակների վրա։ Կահույքը ճաշակով էր, խնամքով ընտրված հայտնի դիզայների կողմից։ Մետաքսե։ Վարագույրները նրբորեն ճոճվում էին օրվա ընթացքում պատուհաններից ներս մտնող զեփյուռից։ Ամեն ինչ կարծես թե կատարյալ կարգի մեջ էր։ Բայց ինչ-որ բան այն չէր, ինչ-որ բան, որը հնարավոր չէր տեսնել առաջին հայացքից, բայց որը զգացվում էր այդ տան ծանր մթնոլորտում։ Տիկին Թամարն այնտեղ ապրում էր գրեթե 3 տարի։ Նա այդ տուն էր եկել հույսով լի սրտով, իր հետ բերելով ընդամենը մի փոքրիկ ճամպրուկ, իր ամենահասարակ հագուստով մի քանի հին լուսանկարներով։ 68 տարեկանում նրա մարմինն արդեն ցույց էր տալիս ժամանակի նշանները։ Սպիտակ մազերը միշտ հավաքված էին պարզ սանրվածքով, ձեռքերին նկատելի էին դուրս ցցված երակները, իսկ բարակ մաշկը ցույց էր տալիս փխրուն ոսկորների յուրաքանչյուր շարժում։ Սակայն նրա շագանակագույն աչքերը դեռ պահպանում էին կյանքի մի կայծ, ավելի երջանիկ ժամանակների հիշողություն։ Նա շատախոս կին չէր, բայց իր մեջ կրում էր զոհաբերությունների անպայմանական սիրո մի պատմություն։ Թամարը միայնակ էր մեծացրել իր որդուն։ Ամուսինը, աշխատասեր ազնիվ մի մարդ, շատ վաղ էր հեռացել կյանքից, նրան թողնելով փոքրիկ երեխայի մի կույտ վճարվելիք հաշիվների հետ։ Նա զգալու ժամանակ չուներ։ Աշխատում էր որպես դերձակուհի, լվացարարուհի, խոհարարուհի, ցանկացած բան, որը կարող էր ապահովել տղայի գոյությունը։ Արթնանում էր արածակից առաջ, հանգստանում միայն ուշ գիշերին։ Նրա կոշտացած ձեռքերը զգեստներ էին կարում այնպիսի երեկույթների համար, որոնց նա երբեք չէր մասնակցի, լվանում էին այնպիսի ընտանիքների հագուստները, որոնց նա երբեք չէր ճանաչի։ Բայց այդ ամենը նշանակություն չուներ։ Այն ամենը, ինչ նա ուզում էր տեսնելն էր, թե ինչպես է իր որդին մեծանում, սովորում, ունենում հնարավորություններ, որոնք ինքը երբեք չի ունեցել։ Ամենադժվար օրերին, երբ փողը հազիվ էր բավականացնում վարձի ուտելիքի համար, Թամարը կիրակի օրերին շուկայում քաղցրավենիք էր վաճառում։ Գաթա, փախլավա, միկադո, բոլորն իր ձեռքերով պատրաստված շաբաթ լույս կիրակի գիշերը։ Արմանը, դեռ երեխա, օգնում էր յուրաքանչյուր քաղցրավենիք փաթաթել գունավոր թղթի մեջ, հպարտանալով, որ կարող է ինչ-որ կերպ օգնել։ Մայրը միշտ ասում էր, որ այդ միասին անցկացրած պահերն աշխարհի բոլոր փողերից ավելին արժեն։ Նա երբեք չէր բողոքում դժվար կյանքից, երբեք զղջում ցույց չէր տալիս։ Ընդհակառակը, միշտ ժպտում էր որդուն, ասում, որ իրենք թիմ են, որ միասին կարող են հաղթահարել ցանկացած խոչընդոտ։ Թամարը տղային արժեքներ էր սովորեցնում իր օրինակով։ Ազնվություն, աշխատասիրություն, հարգանք, համեստություն։ Ասում էր, որ իսկական հարստությունը ոչ թե նյութական իրերի մեջ է, այլ մարդու բնավորության։ Արմանը յուրաքանչյուր դասը ներծծում էր սպունգի պես, տեսնելով մոր վճռականությունը, նրա ուժը դժվարությունների դիմաց, նրա կարողությունը ուրախություն գտնել նույնիսկ ամենադժվար իրավիճակներում։ Նա ամեն գիշեր քնելուց առաջ ինքն իրեն երդվում էր, որ մի օր մորը կտա այն ամենը, ինչին նա արժանի է։ Հարմարավետ տուն, ֆինանսական անվտանգություն, արժանի հանգիստ այսքան տարիների պայքարից հետո։ Այդ երազանքը նրան մղում էր առաջ ուսման մեջ, ընտրություններում, յուրաքանչյուր քայլում, որ նա անում էր դեպի ապագան։ Եվ Արմանը մեծացավ։ Մեծացավ ուժեղ, վճռական, նույն կամքով, որը տեսել էր մոր մոտ ամբողջ մանկության ընթացքում։ Նա սովորում էր լայն դպրոցներում, բայց միշտ դասարանի լավագույնն էր։ Ստանում էր մրցանակներ, ճանաչում, կրթաթոշակներ։
Թամարը պահում էր յուրաքանչյուր վկայական, յուրաքանչյուր մեդալ, կարծես դրանք անգին գանձեր լինեին։ Երբ Արմանն ընդունվեց համալսարան կառավարում սովորելու, նա լաց եղավ ուրախությունից։ Երբ նա ստացավ իր առաջին աշխատանքը միջազգային ընկերությունում, նա զգաց, որ պայքարի բոլոր այդ տարիներն ի վերջո արդարացված էին։ Արմանն արագորեն բարձրացավ կարիերայի սանդուղքով։ Նա խելացի էր, հավակնոտ, հստակ գիտեր, թե ինչ է ուզում։ Մի քանի տարում դարձավ մենեջեր, հետո տնօրեն, մինչ վերջապես բացեց իր սեփական բիզնես խորհրդատվական ընկերությունը։ Հաջողությունը եկավ արագ բուռն։ Միլիոնավոր դոլարների պայմանագրեր, միջազգային ուղղություններ, ճանաչում շուկայում։ Նա գնեց երազանքների տունը, ներկրված մեքենաներ, այն ամենը, ինչ միշտ ցանկացել էր ապահովել իր մոր համար, որն այդքան զոհաբերել էր իրեն նրա համար։ Հենց այդ ժամանակ Արմանը հանդիպեց Սոնային։ Նա աշխատում էր որպես հասարակայնության հետ կապերի պատասխանատու իր խորհրդատվականը ընկերության հաճախորդ ընկերություններից մեկում։ Նա շլացուցիչ կին էր, երկար, ուղիղ մազերով, միշտ անթերի հագնված բրենդային հագուստով։ Նա հմայիչ ժպիտ ուներ, հստակ գիտեր, թե ինչպես իրեն պահել հասարակական միջոցառումներին։ Արմանը հիացած էր։ Սոնան թվում էր կատարյալ ուղեկից իր դիրքում գտնվող մեկի համար։ Նրբագեղ, խոսուն, հավակնոտ։ Նրանք սկսեցին հանդիպել, մեկ տարուց էլ քիչ ժամանակ անց ամուսնացան շքեղ արարողությամբ, որը զբաղեցրեց հասարակական ամսագրերի էջերը։ Երբ Արմանը մորը հրավիրեց ապրելու իրենց հետ նոր տանը, Թամարը տատանվեց։ Նա իր ամբողջ կյանքն անցկացրել էր քաղաքի Մալաթիա Սեբաստիա թաղամասի իր համեստ տնակում, որտեղ ճանաչում էր բոլոր հարաններին իրեն տանը զգում։ Բայց որդին պնդեց։ Ասաց, որ ուզում է հոգ տանել նրա մասին, փոխհատուցել այն ամենը, ինչ նա արել էր։ Ասաց, որ տեղն ավելի քան բավական է, որ նա հարմարավետություն կունենա, որ այլս ոչնչի մասին անհանգստանալու կարիք չի ունենա։ Թամարը, տեսնելով որդու աչքերում երջանկության փայլը, համաձայնեց։ Սկզբում ամեն ինչ լավ էր թվում։ Սոնան սկեսրոջը դիմավորում էր քաղաքավարի ժպիտներով, ցույց էր տալիս տունը, ասում, թե որտեղ են նրա իրերը։ Թամարը ստացավ ընդարձակ սենյակ երկրորդ հարկում, տեսարանով դեպի այգին։ Դա մի շքեղություն էր, որ նա երբեք չէր պատկերացրել, որ կունենա։ Բայց առաջին իսկ օրվանից նա ինչ-որ բան նկատեց Հարսի հայացքում։ Դա նուրբ էր, գրեթե աննկատ, բայց այնտեղ էր։ Սառնություն, հեռավորություն, մի բան, որը հնարավոր չէր անվանել, բայց որը զգացվում էր։ Ամիսների ընթացքում Արմանն ավելի ու ավելի զբաղված էր դառնում։ Ընկերությունը երկրաչափական պրոգրեսիայով աճում էր, նա ստիպված էր անընդհատ ճանապարհորդել։ Շաբաթներով բացակայում էր, պայմանագրեր կնքելով այլ մարզերում, երբեմն այլ երկրներում։ Երբ երանում էր, առավոտյան շուտ դուրս էր գալիս վերադառնում ուշ գիշերին, չափազանց հոգնած լինելով նկատելու իր սեփական տանը տեղի ունեցող նուրբ փոփոխությունները։ Հենց այդ ժամանակ Սոնան սկսեց ցույց տալ իր իսկական դեմքը։ Սկզբում դրանք ընդամենը անմեղ թվացող մեկնաբանություններ էին։ Տիկին Թամար, կարող եք հյուրասենյակը հավաքել։ Սպասուհին այսօր չի գալու։ Կամ, այս ի՞։ Ինչ հագուստ է։ Դուք հիմա ապրում եք նրբաճաշակ տանը, պետք է ավելի լավ հագնվեք։ Թամարն ամեն ինչ ընդունում էր առանց բողոքելու։ Չէր ուզում բեռ լինել, չէր ուզում խնդիրներ ստեղծել։ Ի վերջո, դա իր որդու տունն էր, նրա կինն արժանի էր հարգանքի։ Բայց մեկնաբանություններն ավելի հաճախակի ավելի խայթող դարձան։ Սոնան սկսեց պահանջել, որ Թամարը տանը փոքր գործեր անի։ Լվացքը ծալել, պահարանները կարգի բերել, ընթրիքից հետո խոհանոցը մաքրել։ Սկզբում Թամարը դրանում խնդիր չէր տեսնում։ Միշտ ակտիվ կին էր եղել, չէր սիրում անգործ նստել։ Բայց ինչ-որ բան կար այնցի մեջ, թե ինչպես էր Սոնան հրամաններ տալիս։ Դա խնդրանք չէր, այլ պարտադրանք։ Եվ միշտ ուղեկցվում էր գերազանցության հայացքով, կարծես թե բարություն էր անում, թույլ տալով սկեսրոջը իրեն օգտակար զգալ։ Սպասուհիները սկսեցին նկատել։ Մարիամը, որը տանն աշխատում էր 2 տարի, ամեն ինչ տեսնում էր, բայց չգիտեր ինչ անել։ Նա նկատեց, երբ Սոնան սկսեց տիկին Թամարին վերաբերվել ոչ թե որպես տիրոջ մոր, այլ որպես մեկ աշխատողի։ Ավելի վատ, որպես ցածր կարգի մեկի։ Մարիամը մի անգամ փորձեց խոսել Թամարի հետ, օգնություն առաջարկեց, բայց տարեց կինը միայն տխուր ժպտաց ասաց, որ ամեն ինչ լավ է։ Չէր ուզում խառնաշփոթ ստեղծել։ Չէր ուզում, որ որևէ բան հասնի Արմանի ականջին անհանգստացնի նրան։
Սոնան արագ հայտնաբերեց, որ լիակատար իշխանություն ունի սկեսրոջ վրա։ Արմանը նրան լիովին վստահում էր։ Հավատում էր, որ կինը լավ է խնամում իր մորը, որ նրանք լավ են իրար հետ։ Ի վերջո, երբ նա տուն էր գալիս, ամեն ինչ կատարյալ ներդաշնակության մեջ էր թվում։ Սոնան գիտեր, թե ինչպես դեր խաղալ։ Ամուսնու ներկայությամբ նա ուշադիր, հոգատար, սիրալիր հարս էր։ Սկեսրոջը թե էր առաջարկում, հարցնում էր, լավ է, մեկնաբանում, թե որքան լավ է, որ տիկին Թամարն իրենց հետ է ապրում։ Բայց երբ Արմանը դուրս էր գալիս, դիմակն ընկնում էր։ Սոնան նորից դառնում էր այն, ինչ իրականում էր։ Դառնությամբ, նախանձով, վերահսկողության կարիքով լի կին։ Նա երբեք չէր հավանել սկեսրոջ, այնտեղ ապրելու գաղափարը։ Նրա համար տիկին Թամարը ներկայացնում էր ամուսնու համեստ անցյալը, մի անցյալ, որը Սոնան նախընտրում էր մոռանալ։ Նա ուզում էր, որ Արմանին տեսնեն միայն որպես հաջողակ գործարարի, ոչ թե Մալաթիա Սեբաստիայի աղքատ դերձակուհու որդու։ Թամարի ներկայությունը մշտական հիշեցում էր մի ծագման մասին, որը Սոնան ամոթալի էր համարում։ Եվ ավելին կար։ Սոնան մեծացել էր միջին դասի ընտանիքում, բայց միշտ իրեն ավելին արժանի էր համարել։ Ամուսնացել էր Արմանի հետ ոչ միայն սիրուց, այլ այն կյանքի համար, որը նա կարող էր առաջարկել։ Հիմա, երբ ուներ այն ամենը, ինչ միշտ ցանկացել էր, շքեղ տուն, սոցիալական կարգավիճակ, թանկարժեք հագուստ, նա չէր կարողանում տանել այն միտքը, որ այդ տարածքը կիսում է մեկի հետ, ով իր աղավաղված պատկերացմամբ արժանի չէր այնտեղ լինելու։ Նրա համար տիկին Թամարը ներխուժող էր, մեկը, ով տեղ էր զբաղեցնում իր կատարյալ տանը։ Տարեց կնոջը պարտադրված առաջադրանքներն ավելի ու ավելի ծանր էին դառնում։ Սոնան սկսեց նրան վաղ արթնացնել, նույնիսկ արածագից առաջ, որպեսզի նա նախաճաշ պատրաստի։ Թամարը դժվարությամբ վեր էր կենում, մարմինը ցավում էր, հոդերը բողոքում էին յուրաքանչյուր շարժումից։ Դանդաղ իջնում էր աստիճաններով, բռնվելով բազրիքից, գնում խոհանոց։ Ամեն ինչ պատրաստելու այնպես, ինչպես հարսը պահանջում էր։ Մրգերը կտրատված որոշակի ձով, հացը տաքացված ճիշտ ջերմաստիճանում, հյութերը քամված տեղում։ Եթե ինչ-որ բան կատարյալ չէր, Սոնան արամարանքով բողոքում էր։ Անհնար է, որ դուք նույնիսկ սա չկարողանաք ճիշտ անել։ Նախաճաշից հետո գալիս էին այլ հրամաններ։ Ջրել այգու բույսերը, նույնիսկ կեսօրվա ուժեղ արի տակ։ Կարգի բերել Սոնայի պահարանները, ծալելով բացելով հագուստը, մինչ դրանք լինեին այնպես, ինչպես նա էր ուզում։ Մաքրել թանկարժեք կոշիկները, որոնք հարսը կրում էր, մեկ առ մեկ, մինչ փայլեին։ Թամարն ամեն ինչ անում էր լռությամբ, ձեռքերը դողում էին հոգնածությունից, քրտինքը հոսում էր ճակատով։ Հարանները սկսեցին նկատել։ Հարան տանն ապրում էին պարոն Հակոբը, տիկին Լուսինեն, թոշակառու մի զույգ, որն այդ թաղամասում ապրում էր ավելի քան 20 տարի։ Նրանք ճանաչում էին փողոցի բոլոր ընտանիքներին, գիտեին յուրաքանչյուրի դրամաներն ու ուրախությունները։ Տիկին Լուսինեն առաջինը նկատեց, որ ինչ-որ բան այն չէ։ Նա տեսնում էր տիկին Թամարին այգում, միշտ մենակ, կատարելով առաջադրանքներ, որոնք չափազանց ծանր էին թվում նրա տարիքի համար։ Տեսնում էր նա Սոնային, որը պատուհանից դիտում էր, ձեռքերը խաչած, դեմքին կոշտ արտահայտությամբ։ Մի օր տիկին Լուսինեն ասաց ամուսնուն. Հակոբ, Արմանենց տանը տարօրինակ բան է կատարվում։ Այդ աղջիկը սկեսրոջը լավ չի վերաբերվում։ Նկատել ես։ Պարոն Հակոբը, քչախոս, բայց իմաստուն մի մարդ, միայն գլխով արեց։ Լավ կլինի չխառնվենք, Լուսինե։ Ընտանեկան խնդիրներ են։ Բայց տիկին Լուսինեն չէր կարողանում դա մտքից հանել։ Ինչ-որ բան կար այնցի մեջ, թե ինչպես էր տիկին Թամարը շարժվում, գրացած, շտապողական, միշտ վախեցած, որը նրան խորապես անհանգստացնում էր։ Թամարն իր հերթին շարունակում էր լուռ մնալ։ Չէր բողոքում, օգնություն չէր խնդրում, ոչ ոքի չէր պատմում, թե ինչ է կատարվում։ Ամեն գիշեր քնելուց առաջ նա նայում էր լուսանկարին, որը պահում էր գիշերասեղանին։ Դա հին լուսանկար էր, ինքն ու Արմանը դեռ երեխա, երկուսով ժպտում էին իրենց համեստ տնակի դիմաց։ Նա դողացող մատներով դիպչում էր ապակուն, լուռ աղոթք էր շշնջում։ Ուժ էր խնդրում շարունակելու, բեռ չլինելու։ Իր այդքան սիրելի որդուն չհիասթափեցնելու համար։ Բայց սրտի խորքում սկսում էր աճել մտզգացում, որը նա փորձում էր անտեսել։ Դա վախն էր։ Վախ Սոնայից, վախ նրանից, թե ինչ կլինի հետո, վախ, որ այդ իրավիճակը երբեք չի փոխվի։ Եվ վախի հետ միասին կար մի խորը տխրություն, մի ցավ, որը գերազանցում էր հոգնած մարմնի ցավը։
Դա անտեսանելի լինելու ցավն էր, գիտակցելու, որ իր ներկայությունը անհանգստացնում է, հասկանալու, որ այն տանը, որտեղ պետք է ընդունված լիներ, նրան ընդամենը հանդուրժում էին։ Արմանը շարունակում էր անտեղյակ մնալ ամեն ինչից։ Հազվադեպ պահերին, երբ տանն էր, նա կարճ զրուցում էր մոր հետ, հարցնում, թե լավ է, արդյոք ինչ-որ բանի կարիք ունի։ Թամարը միշտ ժպտում էր ասում, որ ամեն ինչ հիանալի է։ Չէր ուզում նրան անհանգստացնել, չէր ուզում նրա ուշադրությունը շեղել այն աշխատանքից, որին այդքան դժվարությամբ էր հասել։ Նա արժանի էր երջանիկ լինելու, հաջողության հասնելու։ Եթե նա պետք է լռությամբ տառապեր, որպեսզի դա տեղի ունենար, ապա թող այդպես լիներ։ Սոնան հիանալի հասկանում էր, թե ինչ խաղ է խաղում։ Գիտեր, որ Թամարը երբեք ոչինչ չի պատմի որդուն։ Գիտեր, որ տարեց կինն ամեն ինչ կանի, խնդիրներ չստեղծելու համար։ Եվ դա նրան էլ ավելի դաժան էր դարձնում։ Որքան շատ էր Թամարը լռում, այնքան ավելի առաջ էր գնում Սոնան։ Կարծես կեսրոջ լռությունը հրավեր լիներ, որ նա էլ ավելի հեռու գնա, որ փորձի այդ հնազանդության սահմանները։ Մի հինգշաբթի կեսօրին օրը հատկապես շոգ էր։ Ամառային արը երանը տանջում էր խեղդող ինտենսիվությամբ։ Սոնան ընկերուհիներին հյուրընկալել էր պատշգամբում, կեսօրյան թեյի։ Իր նման նրբագեղ կանայք, միշտ անթերի հագնված, միշտ ուրիշների կյանքի մասին մեկնաբանելու բան ունեին։ Նրանք բարձր ծիծաղում էին, սառը սպիտակ գինի խմում, ուտում փոքրիկ սենդվիչներ, նուրբ քաղցրավենիքներ, որոնք պատվիրվել էին թանկարժեք հրուշակարանից։ Սոնան կանչեց Թամարին։ Տիկին Թամար, այստեղ եկեք։ Հրամանը չոր էր, իշխանական։ Թամարը հայտնվեց, ձեռքերը սրբելով իր կրած գոգնոցով։ Այո։ Սոնան նույնիսկ ուղիղ նրա վրա չնայեց։ Ավելի շատ սառույց բերեք, լցրեք խմիչքները։ Եվ արագ եղեք, ընկերուհիներս սպասում են։ Թամարը գնաց խոհանոց, վերցրեց սառույցի դույլը շշերը։ Նրա ձեռքերը մի փոքր դողում էին, ծանրությունը պահելիս։ Երբ վերադարձավ պատշգամբ, թեթակի սայթաքեց աստիճանի վրա, մի քանի սառույցի կտոր ընկավ գետնին։ Սոնայի ընկերուհիները ցածրաձայն ծիծաղեցին։ Նրանցից մեկը մեկնաբանեց. Վայ, Սոնա, քո սպասուհին բավականին ծեր է։ Սոնան արհամարհանքով ժպտաց. Սպասուհի չէ։ Սկեսուրս է։ Բացահայտումը անհարմար լռություն առաջացրեց։ Կանայք իրար նայեցին, չիմանալով ինչ ասել։ Թամարը զգաց, թե ինչպես այրվեց դեմքն ամոթից։ Կրացավ գետնից սառույցի կտորները հավաքելու, բայց կանանցից մեկը, տեսնելով տեսարանը, վեր կացավ օգնեց։ Թողեք ես հավաքեմ, տիկին։ Այդ անծանոթուհու բարությունը Թամարի աչքերն այրեց արցունքներով, որոնք նա արագ զսպեց։ Սոնան, զայրացած միջամտությունից, ձեռքի շարժումով արձակեց սկեսրոջը։ Կարող եք գնալ։ Ավելի ուշ, երբ ընկերուհիները գնացին, նրանցից մեկը համարձակվեց հարցնել Սոնային դեպի դարպասը գնալու ճանապարհին։ Դու միշտ ես այդպես վերաբերվում քո սկեսրոջը։ Սոնան ուսերը թոթվեց։ Նա սիրում է իրեն օգտակար զգալ։ Եվ բացի այդ, դա քո գործը չէ։ Պատասխանի սառնությունը լռեցրեց կնոջը, որը հեռացավ կրծքում անհարմար զգացումով։ Այդ գիշեր Թամարը չկարողացավ քնել։ Պառկած անկողնում սենյակի մթության մեջ, որը պետք է իր ապաստանը լիներ, նա առաջին անգամ իրեն հարց տվեց, թե արդյոք ճիշտ ընտրություն էր կատարել, համաձայնելով այստեղ ապրել։ Ավելի լավ չէր լինի մնալ իր համեստ տնակում։ Այնտեղ նա աղքատ էր, բայց ազատ։ Այնտեղ նա արժանապատվություն ուներ։ Բայց հետո մտածում էր որդու մասին, թե որքան էր նա պնդել, թե որքան կարևոր էր թվում նրա համար իրեն մոտ ունենալը։ Եվ դա ստիպում էր նրան կուլ տալ լացը փորձել քնել։ Պատի մյուս կողմում, գլխավոր ննջասենյակում, Արմանը հերթական գործուղումից էր վերադառնում։ Նա լուռ մտավ, որպեսզի չարթնացնի արդեն քնած կնոջը։ Արագ ցնցուղ ընդունեց, պառկեց, հոգնած։ Մտքովն անգամ չանցավ մոր սենյակ գնալ, ստուգելու, թե ինչպես է նա։ Ի վերջո, նրա մտքում ամեն ինչ լավ էր։ Մայրն ապահով էր, հարմարավետ, խնամված։ Նա ամեն ինչ ապահովել էր։ Անհանգստանալու պատճառներ չկային։ Եվ այսպես, Մագնոլիաների փողոցի այդ նրբագեղ տանը երկու իրականություն գոյակցում էին։ Մեկը տեսանելի հաջողության ներդաշնակության, մյուսն անտեսանելի ցավի լռության։
Եվ մինչ Արմանը հանգիստ քնում էր, հավատալով, որ կառուցել է կատարյալ տուն, մայրն արթուն էր մնում, ցածրաձայն աղոթելով, որ ուժ ունենա դիմակայելուց մեկ օրվա։ Հաջորդ շաբաթները տիկին Թամարի համար էլ ավելի հյուծիչ առօրյա բերեցին։ Սոնան, նկատելով, որ ոչ ոք չի կասկածի տակ դնում իր իշխանությունն այդ տանը, ավելի ու ավելի համարձակ դարձավ իր պահանջներում։ Այն, ինչ սկսվել էր որպես փոքր տնային գործեր, վերածվեց հարկադիր աշխատանքի ռեժիմի, որը խլում էր տարեց կնոջ ողջ էներգիան։ Առավոտյան 6-ից շուտ արթնանալը կանոն էր դարձել։ Գիշերվա 11-ից հետո քնելը նույնպես։ Այդ ժամերի միջ հանգիստ չկար։ Առավոտը միշտ նույն կերպ էր սկսվում։ Սոնան աստիճաններով իջնում էր մոտ 7:30, անթերի հագնված ներկրված ապրանքանիշի մարզահագուստով, մազերը հավաքված կատարյալ պոչիկով, դիմահարդարումը թեթ, բայց արգա։ Նա ուղիղ գնում էր մասնավոր մարզասրահ, որը սարքել էր տան սենյակներից մեկում, որտեղ 1 ժամ մարզվում էր, թանկարժեք ականջակալներով երաժշտություն լսելով։ Երբ ավարտում էր, ակնկալում էր գտնել նախաճաշը լիովին պատրաստ սեղանը կատարելապես գցված։ Թամարն արդեն սովորել էր, թե Սոնան ինչպես է սիրում յուրաքանչյուր բան։ Հունական յոգուրտը պետք է սառը լիներ, բայց ոչ սառեցված։ Մրգերը պետք է կտրատված լինեին միատեսակ խորանարդիկներով, երբեք շերտերով։ Սուրճը պետք է տաք լիներ, բայց ոչ եռացող։ Տոստերը երկու կողմից հավասարապես ոսկեգույն, կարագն արդեն հալված վրան։ Այս ստանդարտից ցանկացած շեղում հանգեցնում էր խայթող մեկնաբանությունների արամարական հայացքների։ Մի առավոտ Թամարը սխալմամբ նարնջի հյութը մատուցեց սովորականից տարբեր բաժակով։ Նա կոտրել էր Սոնայի սիրելի բաժակը նախորդ օրը լվանալիս այդ ժամանակվանից սարսափի մեջ էր, բայց հույս ուներ, որ հարսը չի նկատի փոխարինումը։ Նկատեց։ Սոնան բռնեց բաժակը, զզվանքով նայեց դրան, ապա սկեսրոճը։ Սա ի՞նչ է։ Թամարը կուլ տվեց թուքը։ Մյուս բաժակը կոտրվեց, շատ եմ ցավ։ Այսօր նույնից կգնեմ։ Սոնան բաժակը ուժով շպրտեց լվացարանի մեջ, այն փշրելով։ Տես, սովորիր ավելի զգույշ լինել, ծերուկ։ Ամեն ինչ, ինչին դիպչում ես, փչացնում ես։ Խոսքերը ցավեցնում էին ավելին, քան ցանկացած ֆիզիկական վերք։ Թամարը գլուխը կախեց, սկսեց հավաքել ապակու կտորները դողացող ձեռքերով։ Կտորներից մեկը կտրեց նրա ցուցամատը, արյուն հոսեցնելով։ Նա վերքը սեղմեց խոհանոցային սրբիչով, շարունակեց մաքրել լռությամբ։ Սոնան ամբողջ տեսարանը դիտում էր, առանց կարեկցանքի կամ զղջման որևէ նշան ցույց տալու։ Ընդհակառակը, նրա աչքերում տարօրինակ փայլ կար, կարծես գոհ լիներ իր պատճառած տառապանքից։ Նախաճաշից հետո գալիս էին տան գործերը։ Չնայած շաբաթը 3 անգամ բարձու սպասուհի կար, Սոնան պատճառներ էր հորինում, որ Թամարը մյուս օրերին ծանր աշխատանք կատարի։ Մարիամը միայն վաղն է գալու, այնպես որ այսօր դուք պետք է մաքրեք հյուրասենյակը, փոշեկուլով անցնեք սենյակները։ Կամ, անկողնային սպիտակեղենը պետք է փոխվի։ Մարիամը դա ճիշտ չի անում, ավելի լավ է դուք անեք։ Թամարը օրվա ընթացքում անթիվ անգամներ բարձրանում ջնում էր աստիճաններով։ Նրա ծնկները բողոքում էին յուրաքանչյուր աստիճանից։ Մեջքը մշտապես ցավում էր, մի բութ ցավ, որը երբեք ամբողջությամբ չէր լքում նրան։ Բայց նա շարունակում էր։ Ծանր սավաններ էր տանում, փոշեկուլը քաշում հսկայական սենյակներով, մաքրում մարմարե լոգարանները, մինչ փայլեին։ Այս ամենն այն դեպքում, երբ Սոնան նստած էր հյուրասենյակում, նորաձության ամսագրեր թերթելով կամ ընկերուհիների հետ հեռախոսով խոսելով, բարձր ծիծաղելով աննշան թեմաների շուրջ։ Այն, ինչ ամենաշատն էր վիրավորում Թամարին, աշխատանքն ինքնին չէր։ Նա ամբողջ կյանքում ծանր աշխատել էր, ջանքից չէր վախենում։ Այն, ինչ նրան ներսից քայքայում էր, վերաբերմունքն էր։ Դա մշտական նվաստացումն էր, դիտողությունների տակ քողարկված վիրավորանքները, արամարանքը, որը բխում էր Սոնայի յուրաքանչյուր ժեստից։ Դա գիտակցելն էր, որ այնտեղ, այդ տանը, որը պետք է տուն լիներ, նրան դիտում էին որպես միանգամյա օգտագործման, աննշան, հարգանքի անարժան մի բան։ Հունվարյան մի առանձնապես շոգ կեսօրին Սոնան Թամարին կանչեց ավտոտնակ։ Տունն ուներ ընդարձակ ավտոտնակ, որդ և տեղավորվում էր 3 մեքենա, սեդան, որը Արմանն օգտագործում էր աշխատանքի համար, սպիտակ ամենագնաց, որը վարում էր Սոնան, կարմիր սպորտային մեքենա, որը Արմանը վերջերս գնել էր որպես նվեր իրեն, հերթական միլիոնանոց պայմանագիրը կնքելու առթիվ։ Հենց այս մեքենայի վրա էր Սոնան կենտրոնացրել իր ուշադրությունը։ Տիկին Թամար, նայեք այս մեքենային։
Սոնան զզվանքի արտահայտությամբ մատնացույց արեց կարմիր սպորտային մեքենան։ Փոշու մեջ է։ Անհնար է, որ այս տանը ոչ ոք չիմանա, թե ինչպես իրերը մաքուր պահել։ Թամարը նայեց մեքենային։ Իրոք, փայլուն թափքի վրա փոշու թեթ շերտ կար, բայց ոչինչ, որ կարդարացներ հարսի դրամատիկ տոնը։ Ես կարող եմ մեկին կանչել լվանալու, եթե ուզում եք։ Սոնան չոր ծիծաղեց։ Մեկին կանչել։ Իզուր փող ծախսել։ Դուք եք լվանալու։ Հիմա։ Թամարը նայեց ավտոտնակից դուրս։ Ары կիզում էր, այնքան ուժեղ, որքան միայն երանյան ամառը կարող է լինել։ Ջերմաստիճանը պետք է մոտ 35 աստիճան լիներ։ Նա կրծքում սեղմում զգաց, բայց ոչինչ չասաց։ Միայն գլխով արեց գնաց մաքրման պարագաները բերելու։ Դույլ, սպո։ Մունք, օճառ, լաթեր։ Ամեն ինչ չափազանց ծանր էր նրա թույլ ձեռքերի համար։ Սոնան նրան դիտում էր, պատին հենված, ձեռքերը խաչած, այն սառը հայացքով, որն այդքան ծանոթ էր դարձել։ Թամարը սկսեց աշխատել։ Դույլը լցրեց ջրով, թրջեց սպունգը, սկսեց քսել մեքենայի թափքը։ Արն ուղիղ խփում էր նրա մեջքին, այրելով բարակ բլուզի միջով։ Քրտինքը գրեթե անմիջապես սկսեց հոսել, թրջելով ճակատը, իջնելով պարանոցով, թրջելով հագուստը։ Յուրաքանչյուր շարժումից նա զգում էր, թե ինչպես են հոդերը բողոքում։ Թերը ցավում էին սպունգը անընդհատ բարձրացնելուց։ Մեջքը տրտնջում էր մեքենայի կապոտի վրա կռանալիս։ Բայց նա շարունակում էր, որովհետև գիտեր, որ կանգ առնելը կնշանակեր դիմակայել Սոնայի զայրույթին։ Եվ նա այդ օրն այլս նվաստացումների ուժ չուներ։ Շատ դանդաղ ես։ Սոնայի ձայնը լռությունը կտրեց սրի պես։ Կարծում ես, ամբողջ օրն ունես։ Պետք է շուտ վերջացնես, դեռ ուրիշ գործեր էլ կան անելու։ Թամարը փորձեց արագացնել տեմպը, բայց մարմինը չէր ենթարկվում։ Հյուծվածությունը սկսում էր հաղթել։ Նա գլխապտույտ զգաց, տեսողությունը թեթակի մշուշվեց։ Դն։ Վեց մեքենայի կողքից, որպեսզի չընկնի։ Սոնան նկատեց թուլությունը, անհանգստություն ցույց տալու փոխարեն, զայրույթի ալիք զգաց։ Հիմա ինձ համար քմահաճություններ մի արա։ Շուտ վերջացրու սա։ Թամարը խորը շունչ քաշեց, փորձելով վերականգնել հավասարակշռությունը։ Շարունակեց լվանալ, յուրաքանչյուր շարժումը պայքար էր սեփական մարմնի դեմ։ Շոկը խեղդող էր ավտոտնակի ներսում։ Համապատասխան օդափոխություն չկար, օդը թվում էր խիտ, դժվար շնչելու համար։ Հենց այդ ժամանակ Սոնան մոտեցավ, Թամարի ուսից կտրուկ հրելով, ստիպեց նրան ավելի շատ կռանալ մեքենայի կապոտի վրա։ Ճիշտ քսիր։ Նայիր այս բծերին։ Դու իսկապես ոչինչ ճիշտ չես անում։ Ժեստի դաժանությունից Թամարը լիովին կորցրեց հավասարակշռությունը։ Նա երկու ձեռքով հենվեց մեքենայի տակ թափքին, զգալով, թե ինչպես է մետաղն այրում իր զգայուն մաշկը։ Տարեց կնոջ աչքերում արցունքներ սկսեցին հավաքվել, բայց նա դրանք ուժով զսպեց։ Չէր տա Սոնային իրեն լաց լինելիս տեսնելու բավականությունը։ Շարունակեց քսել, նույնիսկ դողացող ձեռքերով, նույնիսկ երբ մարմինը հանգստի էր աղերսում։ Գրեթե 2 ժամ տեց վերջացնելը։ Երբ վերջապես ավարտեց, Թամարը լիովին հյուծված էր, քրտինքով թրջված, գլխապտույտի մեջ կարմրած ու ցավող ձեռքերով։ Սոնան քննադատական հայացքով ստուգեց աշխատանքը, թերություններ փնտրելով։ Գտավ ջրի մի քանի հետք, որոնք դեռ ամբողջությամբ չէին չորացել։ Սարսափելի է։ Բայց այսօր այլս համբերություն չունեմ։ Վաղը նորից կանես, այս անգամ ճիշտ կանես։ Թամարը միայն գլխով արեց, նույնիսկ պատասխանելու ուժ չունենալով։ Դանդաղ բարձրացավ սենյակ, յուրաքանչյուր աստիճանը տանջանք էր, պառկեց անկողնում, նույնիսկ չհանելով քրտինքով թրջված հագուստը։ Այդ գիշեր Արմանը տուն վերադարձավ մոտ 10-ին։ Նա հոգնած էր, բայց լավ տրամադրություն ուներ։ Եվս մեկ կարևոր պայմանագիր էր կնքել, ուզում էր նշել։ Գտավ Սոնային հյուրասենյակում, հեռուստահաղորդում դիտելիս։ Նա ժպտաց նրան, այն մտածված ժպիտով, որը պահում էր, երբ ամուսինը ներկա էր։ Բար, սիրելիս։ Ինչպես անցավ օրդ։ Արմանը նստեց նրա կողքին, բազմոցին ոգորված պատմեց պայմանագրի մասին։ Սոնան լսում էր, կամ ձացնում էր, թե լսում է, ճիշտ պահերին համապատասխան մեկնա։ Բանություններ անելով։ Նա երջանիկ էր, դա էր կարորը կատարյալ ճակատը պահպանելու համար։ Իսկ մամս։
ամեն ինչ լավ է նրա հետ։ Արմանը հարցրեց, հանկարծ հիշելով մորը։ Սոնան չտատանվեց։ Այո, լավ է։ Նա շուտ ընտրեց բարձրացավ հանգստանալու։ Գիտես, ինչպես է լինում, տարիքը գալիս է, հոգնածությունն ավելանում։ Պատասխանը բավարարեց Արմանին։ Նա ամբողջ սրտով հավատում էր, որ մայրը լավ խնամված է, որ Սոնան ուշադիր բարի է նրա հետ։ Ի վերջո, կինը միշտ անհանգիստ գորովալից էր իրեն ցույց տալիս, երբ նա մոտ էր։ Կասկածելու պատճառներ չկային։ Արմանը բարձրացավ լոգանք ընդունելու գնաց քնելու, բնավ չկասկածելով, որ հարան սենյակում մայրը պառկած է ցավերի մեջ, մարմինը ծածկված կարմիր հետքերով, իսկ հոգին էլ ավելի վիրավոր։ Հաջորդ օրերը բերեցին ավելին նույնից։ Սոնան կարծես փորձում էր, թե որքան հեռու կարող է գնալ, առանց որևէ բան բացահայտվելու։ Եվ պատասխանը, ըստ երույթին, այն էր, որ սահման չկար։ Թամարը շարունակում էր լուռ մնալ, շարունակում էր հնազանդվել, շարունակում էր լռությամբ տառապել։ Բայց նրա ներսում ինչ-որ բան սկսում էր փոխվել։ Դա նուրբ էր, գրեթե աննկատ, բայց այնտեղ էր։ Ապստամբության մի փոքրիկ բոծ, որը սկսում էր վառվել, դեռ թույլ, բայց առկա։ Տիկին Լուսինեն, հարանուհին, շարունակում էր դիտել։ Նա տեսնում էր Թամարին այգում, միշտ աշխատելիս, միշտ մենակ, միշտ այն խորը տխրության արտահայտությամբ դեմքին։ Մի օր, իր բույսերը ջրելիս, Լուսինեն պարսպի վրայով կանչեց. «Տիկին Թամար, ամեն ինչ լավ է ձեզ մոտ»։ Թամարը զարմացած վեր նայեց։ Շաբաթներ շարունակ ոչ ոք իրեն դա իրական հետաքրքրությամբ չէր հարցրել։ «Լավ է, այո»։ «Շնորհակալություն»։ Բայց նրա ձայնը թույլ հնչեց, առանց համոզմունքի։ Լուսինեն նկատեց. «Դուք հոգնած տեսք ունեք։ Շատ եք աշխատում»։ Թամարը ստիպված ժպտաց. դա ուղղակի տարիքն է։ Ոչ մի առանձնահատուկ բան»։ Լուսինեն չհամոզվեց, բայց չուզեց պնդել։ Միայն ասաց. «Եթե որևէ բանի կարիք ունենաք, կարող եք ինձ կանչել։ Ես միշտ այստեղ եմ»։ Այդ խոսքերի բարությունը Թամարին հուզեց այնպես, ինչպես չէր սպասում։ Նա ցածրաձայն շնորհակալություն հայտնեց, վերադարձավ իր աշխատանքին, բայց առաջարկը շարունակում էր արձագանքել նրա մտքում։ Այդ կեսօրին մի բան տեղի ունեցավ, որը կփոխեր իրադարձությունների ընթացքը։ Սոնան սպասում էր կարոր ծանրոցի ժամանմանը, թանկարժեք հագուստի պատվեր, որը գնել էր առցանց։ Երբ առաքիչը զանգը տվեց, նա հրամայեց Թամարին դուռը բացել։ Տարեց կինը զգուշությամբ իջավ աստիճաններով բացեց դարպասը։ Երիտասարդը տվեց մի մեծ ու ծանր տուփ։ Թամարը ստորագրեց ստացականը, փորձեց տուփը ներս տանել, բայց այն չափազանց ծանր էր։ Սոնան հայտնվեց դռան մոտ, անհամբեր։ «Ինչին ես սպասում։ Շուտ բեր»։ Թամարն ուշ տվեց, փորձելով բարձրացնել տուփը, բայց ծանրությունից քիչ մնաց հետ ընկներ։ Առաքիչը, որը դեռ այնտեղ էր, օգնություն առաջարկեց. «Թողեք ես ներս տանեմ, տիկին»։ Բայց Սոնան ընդհատեց նրան. «Կարիք չկա։ Նա կարող է»։ Երիտասարդը նայեց Թամարին, հետո Սոնային, չհասկանալով։ Թամարը ամաչ է։ Լով իրավիճակից, վերջին ջանքը գործադրեց, կարողացավ տուփը քարշ տալ տան ներս։ Առաքիչը հեռացավ դեմքին շփոթված արտահայտությամբ։ Նա հետագայում գործընկերների հետ կխոսեր իր տեսած տարօրինակ տեսարանի մասին։ Մի շատ տարեց կին ստիպված էր հսկայական տուփ տանել, իսկ տանտիրուհին բնավ չօգնեց։ Ինչպիսի տարօրինակ բան։ Այս փոքրիկ մեկնաբանությունները սկսեցին շրջանառվել, թեկուզ զուսպ կասկածների ցանց ձավորելով այն մասին, թե ինչ էր կատարվում Մագնոլիաների փողոցի այդ նրբագեղ տանը։ Տան ներսում Սոնան ոգորությամբ բացեց տուփը, բացահայտելով չափազանց թանկ զգեստներ, բլուզներ, կոշիկներ։ Նա յուրաքանչյուր կտորը փորձեց հայելու առաջ, գոհ իր գնումներից։ Թամարը նստած էր խոհանոցում, մերսելով ցավող մեջքը, երբ Սոնան հայտնվեց։ «Տիկին Թամար, այս տուփերն ու փաթեթները պետք է դուրս տանել։ Ամեն ինչ կոկիկ դասավորեք ավտոտնակի աղբամանում»։ Առնվազն 5 մեծ ստվարաթղթե տուփ կար, բացի պլաստիկ տոպրակներից մետաքսե թղթից։ Թամարը հավաքեց ամեն ինչ, սկսեց տանել ավտոտնակ։ Մի քանի անգամ գնաց եկավ, բարձրանալով իջնելով փոքրիկ աստիճանով, որը տանում էր դեպի դրսի տարածք։ Վերջին անգամ գնալիս սայթաքեց մի տուփի վրա, որը դեռ ճանապարհին էր, ծնկների վրա ընկավ գետնին։
Ցավն անմիջապես սուր էր։ Նա մի քանի վայրկյան մնաց այնտեղ, փորձելով շունչը տեղը բերել, արցունքները վերջապես դուրս պրծան։ Հենց այդպես Մարիամը, սպասուհին, գտավ նրան, երբ եկավ իր աշխատանքային օրվա համար։ Նա վազեց դեպի Թամարը, զգուշությամբ օգնեց նրան վեր կենալ։ «Տիկին Թամար, լավ եք»։ «Ինչ պատահեց»։ Թամարն արագ սրբեց արցունքները։ «Ես սայթաքեցի, այդքան բան»։ «Լավ եմ»։ Բայց Մարիամը հիմար չէր։ Նա տեսնում էր տարեց կնոջ մարմնի վրայի հետքերը, տեսնում էր ծայրահեղ հոգնածությունը, տեսնում էր վախը նրա աչքերում։ Մարիամը Թամարին տարավ խոհանոց, ստիպեց նստել։ Մի բաժակ ջուր պատրաստեց, պնդեց, որ նա հանգստանա։ «Դուք պարտավոր չեք այս ամենն անել։ Ես այստեղ եմ աշխատելու համար»։ Թամարը երախտագիտությամբ բռնեց աղջկա ձեռքը։ «Դու շատ բարի ես, Մարիամ։ Բայց ամեն ինչ լավ է, իսկապես»։ Մարիամն ուզում էր պնդել, ուզում էր ասել, որ այդ ամենը ճիշտ չէ, բայց այդ պահին Սոնան մտավ խոհանոց։ «Մարիամ, ինչ։ Լավ է, որ եկար։ Այսօր շատ գործ կա»։ Սոնան հազիվ նայեց Թամարին, կարծես անկումը տեղի չէր ունեցել։ Մարիամը զգաց, թե ինչպես է զայրույթն աճում իր մեջ, բայց գիտեր, որ չի կարող արտահայտվել։ Աշխատանքի կարիք ուներ, վճարելու հաշիվներ ուներ։ Բայց ինքն իրեն երդվեց, որ միջոց կգտնի տիկին Թամարին օգնելու, նույնիսկ եթե դեռ չգիտեր ինչպես։ Իրավիճակը շարունակում էր վատթարանալ։ Սոնան, իրեն լիովին անպատիժ զգալով, սկսեց էլ ավելի դաժան լինել։ Մի անգամ նա միտումնավոր ուտելիք թափեց խոհանոցի հատակին, հրամայեց Թամարին անմիջապես մաքրել, ծնկաչոք, մինչ ինքը դիտում էր։ Մեկ այլ անգամ թղթեր պատրեցրեց հյուրասենյակով մեկ, միայն սկեսրոջը տեսնելու բավականության համար, թե ինչպես է նա հավաքում ամեն ինչ, կտոր առ կտոր։ Յուրաքանչյուր անցնող օրվա հետ Թամարը զգում էր, թե ինչպես է իր արժանապատվության մի մասնիկը գողացվում։ Բայց մինույն ժամանակ, ապստամբության այն փոքրիկ բոցը շարունակում էր աճել։ Նա սկսեց իրեն հարց տալ, թե էլ որքան կկարողանա դիմանալ։ Սկսեց կասկածի տակ դնել, թե արդյոք որդու հանդեպ սերն արդարացնում է այդքան տա։ Ռապանք։ Սկսեց քննարկել, առաջին անգամ, որ գուցե պետք է ինչ-որ քայլ ձեռնարկի։ Գիշերը, երբ վերջապես կարողանում էր պառկել, Թամարը նայում էր իր սենյակի մութ առաստաղին։ Հիշողությունները գալիս էին ալիքների պես, մեկը մյուսի հետից։ Հիշում էր, երբ Արմանը փոքր էր, գիշերվա կեսին արթնանում էր մղձավանջներից։ Նա գրկում էր նրան, օրորոցայիններ երգում, խոստանում, որ միշտ այնտեղ կլինի, նրան պաշտպանելու համար։ Հիշում էր այն օրը, երբ նա ստացավ իր առաջին կրթաթոշակը, թե ինչպես էին նրա աչքերը փայլում հպարտությունից, վճռականությունից։ Հիշում էր համալսարանի ավարտական երեկոն, երբ նա բարձրացավ բեմ, դիպլոմը ստանալու, հանդիսատեսի մեջ փնտրեց իրեն, ժպտալով, երբ նրանց հայացքները հանդիպեցին։ Այդ բոլոր հիշողությունները թանկարժեք էին, պահված սրտում, անգին գանձերի պես։ Բայց հիմա, պառկած այդ անկողնում մի տանը, որը իրենը չէր թվում, Թամարն իրեն հարց էր տալիս, թե արդյոք արժեր։ Այդ բոլոր զոհաբերությունները, այդ բոլոր պայքարը, իզուր էին եղել։ Նա մեծացրել էր հրաշալի, աշխատասեր, հաջողակ որդի։ Բայց ինչ օգուտ, եթե նա չէր կա։ Ռողանում տեսնել իրեն, չէր կարողանում նկատել իր տառապանքը։ Ինչ օգուտ նրա բոլոր հաջողություններից, եթե ինքը, որն այդքան նպաստել էր, որ նա հասնի այդտեղ, քիչ-քիչ ոչնչացվում էր։ Այս հարցերը տանջում էին նրան, խլում էին քունը, սիրտը ցավեցնում այնպես, ինչպես ոչ մի ֆիզիկական ցավ չէր կարող։ Բայց վախը դեռ ավելի մեծ էր, քան քաջությունը։ Վախը Արմանին հիասթափեցնելուց, նրա ամուսնությունը քանդելուց, խնդիրներ առաջացնելուց։ Վախը մենակ մնալուց, գնալու տեղ չունենալուց։ Վախը, որ ոչ ոք իրեն չի հավատա, որ բոլորը կմտածեն, թե ինքը չափազանցնում է կամ բաներ է հորինում։ Այդ վախը նրան գերի էր պահում չարաշահումների այդ առօրյայում, այդ շրջապտույտում, որը կարծես վերջ չուներ։ Արմանը շարունակում էր անտեղյակ մնալ։ Նա ավելի ու ավելի շատ էր աշխատում, ավելի ու ավելի շատ էր ճանապարհորդում, ընկղմված իր գործերի մասնագիտական նվաճումների աշխարհում։ Երբ տանն էր, տեսնում էր միայն այն, ինչ Սոնան ուզում էր, որ նա տեսնի, նվիրված կին, լավ խնամված մայր։ Ճշմարտությունը մնում էր թաքնված, պաշտպանված ստի արտաքին տեսքի շերտերով։ Բայց ճշմարտությունը, ինչպես ցանկացած ճշմարտություն, չի կարող հավերժ թաքնված մնալ։ Միշտ գալիս է մի պահ, երբ այն դուրս է գալիս, սովորաբար անսպասելի դրամատիկ կերպով։
Եվ այդ պահը մոտենում էր ավելի արագ, քան որը մեկը կարող էր պատկերացնել։ Փոփոխությունների սերմերն արդեն ցանվել էին հարանների դիտարկումներում Մարիամի անհանգստության մեջ, հատկապես Թամարի սրտում, որտեղ ապստամբության բոցն այրվում էր ավելի ու ավելի ուժգին։ Մագնոլիաների փողոցի նրբագեղ տունը խնամքով պահում էր իր գաղտնիքները, բայց նույնիսկ ամենահաստ պատերն ի վերջո թույլ են տալիս դուրս գալ ներսում տառապողի ճիչերին։ Եվ այդ փախուստի պահը գնալով մոտենում էր։ Փետրվար ամիսը իր հետ բերեց երանյան ամռանը բնորոշ խեղդող շոկը։ Ջերմաստիճանը ռեկորդներ էր սահմանում, լրատվականները զգուշացնում էին ջրազրկման արահարության վտանգների մասին, իսկ փողոցները դատարկվում էին օրվա ամենաշոգ ժամերին։ Մագնոլիաների փողոցի տան ներսում մթնոլորտն էլ ավելի ծանր էր, ոչ միայն ֆիզիկական շոկի պատճառով, այլ այն լարվածության, որը կախված էր օդում պայթելու պատրաստ մու ամպի պես։ Թամարն այդ հինգշաբթի առավոտյան արթնացավ տարօրինակ զգացումով։ Ինչ-որ տարբեր բան էր բաբախում նրա կրծքում, անհանգստության փխրուն վճռականության խառնուրդ, որը նա հազիվ էր կարողանում անվանել։ Վատ էր քնել, տանջվելով շփոթեցնող երազներից, որտեղ իրեն տեսնում էր մութ տեղերում փակված, փորձում էր գոռալ, բայց ձայն հանել չէր կարողանում։ Երբ վերջապես աչքերը բացեց, Արն արդեն ուժգին ներս էր մտնում պատուհանից, ցույց տալով, որ նա սովորականից ուշ է քնել։ Խուճապն անմիջապես պատեց նրան։ Սոնան նախաճաշն ակնկալում էր 7:30, իսկ արդեն գրեթե 8-ն էր։ Թամարն արագ վեր կացավ, անտեսելով ցավերը, որոնք բողոքում էին նրա մարմնի յուրաքանչյուր հոդում։ Իջավ աստիճաններով այնքան արագ, որքան թույլ էին տալիս ոտքերը, ամուր բռնվելով բազրիքից։ Երբ հասավ խոհանոց, գտավ Սոնային արդեն սեղանի շուրջ նստած, ձեռքերը խաչած, դեմքին զսպված զայրույթի արտահայտությամբ։ Ուրեմն հիմա դուք ձեզ թույլ եք տալիս մինչ ուշ քնելու շքեղությո՞ւնը։ Սոնայի ձայնը սառն էր, վտանգավոր։ Թամարը փորձեց բացատրել. Ներեցեք, ես զարթուցիչը չլսե։ Ցի, ես։ Սոնան ձեռքով ուժգին հարվածեց սեղանին, ստիպելով Թամարին վախից ցատկել։ Արդարացումներ լսել չեմ ուզում։ Քանի՞։ Անգամ պետք է կրկնեմ, որ ուզում եմ իմ նախաճաշը ճիշտ ժամին։ Դուք ինչ եք կարծում, ես ով եմ։ Սպասուհին կարող է իրեն թույլ տալ ուշանալ։ Թամարը գլուխը կախեց, սկսեց նախաճաշ պատրաստել, ձեռքերը սովորականից էլ ավելի դողալով։ Արագ կտրատեց մրգերը, քիչ մնաց դանակով կտրվեր։ Տապակեց հացերը, տաքացրեց կաթը, ամեն ինչ պատրաստեց արագացած սրտխփոցով, զգալով Սոնայի աչքերը, որոնք խոցում էին իր մեջքը։ Երբ վերջապես ամեն ինչ դրեց սեղանին, հարսը նույնիսկ ուտելիքին չնայեց։ Միայն վեր կացավ, վերցրեց պայուսակը, դուրս եկավ, դուռը ուժգին շրխկացնելով։ Թամարը մնաց կանգնած խոհանոցի մեջտեղում, նայելով այն նախաճաշին, որն այդքան ջանքով պատրաստել էր, որը նույնիսկ չէր ուտվելու։ Այդ պահին նրա ներսում ինչ-որ բան կոտրվեց։ Կարծես դիմադրության վերջին շերտը փշրվեր։ Նա նստեց աթոռներից մեկին, ամիսների ընթացքում առաջին անգամ, իրեն թույլ տվեց բացահայտ լաց լինել, չզսպելով արցունքները։ Լաց եղավ իր ունեցած կյանքի, ճշմարտու թյունը չտեսնող որդու, օր-օրի գողացվող արժանապատվության համար։ Հենց այդպես Մարիամը գտավ նրան, երբ եկավ հերթական աշխատանքային օրվա համար։ Աղջիկը կանգնեց խոհանոցի դռան մոտ, տեսնելով այդ զուտ հուսահատության տեսարանը։ Նրա ներսում ինչ-որ բան վերջնականապես ըմբոստացավ։ Նա մոտեցավ Թամարին, քնքշորեն ձեռքը դրեց նրա ուսին։ Տիկին Թամար, սա այլևս չի կարող շարունակվել։ Դուք պետք է պարոն Արմանին պատմեք, թե ինչ է կատարվում։ Թամարը ձեռքի թիկունքով սրբեց արցունքները, գլուխը թափահարեց։ Չեմ կարող, Մարիամ։ Նա այնքան երջանիկ է իր ամուսնությամբ, իր կյանքով։ Ես չեմ կարող դա քանդել։ Մարիամը նստեց նրա կողքին։ Բայց դուք եք քանդվում։ Դա արդար չէ։ Պարոն Արմանն արժանի է իմանալ ճշմարտությունը։ Նա իրավունք ունի իմանալու, թե ինչպես են իր մորը վերաբերվում սեփական տանը։ Մարիամի խոսքերն ամբողջ օրը արձագանքում էին Թամարի մտքում։ Իր գործերն անելիս, մաքրելիս, կարգի բերելիս նա չէր կարողանում դադարել մտածել։ Արդյոք Մարիամը ճիշտ էր։ Արդյոք ժամանակն էր խախտել լռությունը։ Բայց վախը շարունակում էր ներկա լինել, մեծ կաթ։ Վացահար անող։ Վախը չհավատացվելու, վախը բաժանում պատճառելու, վախը գնալու տեղ չունենալու։ Այդ կեսօրին մի բան տեղի ունեցավ, որն անշրջելիորեն կարագացներ իրադարձությունները։
Սոնան տուն վերադարձավ 3 ընկերուհիների ուղեկցությամբ։ Նրանք նույն սոցիալական դասի կանայք էին, ինչ ինքը միշտ անթերի հագնված, միշտ այն գերազանցության տեսքով, որը բնորոշ է նրանց, ովքեր երբեք կյանքում ոչնչի համար պայքարելու կարիք չեն ունեցել։ Նրանք տեղավորվեցին հյուրասենյակում, բարձր ծիծաղելով, խոսելով իրենց վերջին ճանապարհորդությունների, գնումների, աննշան խնդիրների մասին։ Սոնան կանչեց Թամարին։ Տիկին Թամար, խմիչքներ բերեք իմ ընկերուհիների համար։ Բնական հյութ, ոչ թե այդ տուփի աղբից։ Թամարը գնաց խոհանոց, սկսեց տեղում քամված նարնջի հյութեր պատրաստել։ Նրա ձեռքերը դողում էին, նարինջներն ու հյութաքամիչը բռնելիս։ Երբ վերջապես ավարտեց, ամեն ինչ դրեց սկուտեղի վրա, տարավ հյուրասենյակ, դանդաղ քայլելով, որպեսզի ոչինչ չթափի։ Բայց հյուրասենյակ մտնելիս թեթակի սայթաքեց գորգի վրա։ Կարողացավ պահպանել հավասարակշռությունը, բայց բաժակն է։ Լից մեկը ճոճվեց, մի քանի կաթիլ հյութ ընկավ սկուտեղի եզրին։ Սոնան տեսավ, նրա արտահայտությունն անմիջապես կոշտացավ։ Դուք նույնիսկ սա չեք կարողանում ճիշտ անել։ Նայեք այս խառնաշփոթին։ Ընկերուհիները նայեցին, անհարմար զգալով։ Իրականում ոչ մի խառնաշփոթ չկար, ընդամենը մի քանի աննշան կաթիլ։ Բայց Սոնան վճռական էր տրամադրված, նվաստացնելու սկեսրոջը իր հյուրերի առաջ։ Գիտեք ինչ։ Ամեն ինչ սխալ է։ Սա թափեք նորից պատրաստեք։ Թամարը զգաց, թե ինչպես այրվեց դեմքը։ Բայց հյութը լավն է, ընդամենը մի քանի կաթիլ է ընկել սկուտեղին, ես կարող եմ մաքրել։ Սոնան ընդհատեց նրան էլ ավելի բարձր տոնով։ Ես հրամայեցի նորից պատրաստել։ Դուք խուլ եք դառնում ապաշնոր լինելուց բացի։ Ընկերուհիներից մեկը, Արմինե անունով մի կին, որն ավելի զգայուն էր, քան մյուսները, չափազանց անհարմար զգաց։ Սոնա, պետք չէ։ Հյութն այսպես էլ հիանալի է։ Բայց Սոնան այնքան սառը հայացք նետեց Արմինեի վրա, որ նա անմիջապես լռեց։ Թամարը սկուտեղով վերադարձավ խոհանոց, զգալով, թե ինչպես են արցունքները նորից այրում աչքերը։ Նա թափեց ամբողջ հյութը, սկսեց ամեն ինչ նորից անել, յուրաքանչյուր շարժումը նվաստացման տանջանք էր։ Երբ նոր սկուտեղով վերադարձավ, Սոնայի ընկերուհիները լուռ էին։ Սենյակի մթնոլորտը լիովին փոխվել էր։ Նրանք վերցրին բաժակները, ցածրաձայն շնորհակալություն հայտնեցին, ուղիղ Թամարին չնայելով։ Տարեց կինը դուրս եկավ սենյակից, ուղիղ գնաց իր սենյակ, որտեղ փակվեց, թույլ տվեց, որ արցունքները վերջապես անվերահսկելիորեն թափվեն։ Տան դրսում տիկին Լուսինեն ջրում էր իր բույսերը, երբ լսեց Արմանենց հյուրասենյակից եկող բարձրացած ձայներ։ Նա չէր կարողանում տարբերակել բառերը, բայց տոնն անսխալական էր։ Այնտեղ զայրույթ կար, դաժանություն կար։ Նա նայեց պարոն Հակոբին, որը պատշգամբում թերթ էր կարդում։ Հակոբ, չես կարծում, որ պետք է ինչ-որ բան անենք։ Այդ տիկինը տառապում է, ես վստահ եմ։ Պարոն Հակոբը հոգոց հանեց։ Լուսինե, մենք արդեն խոսել ենք այս մասին։ Ընտանեկան խնդիրներ են։ Եթե խառնվենք, կարող ենք իրավիճակը վատթարացնել։ Բայց տիկին Լուսինեն այլս համոզված չէր դրանում։ Նա չափազանց շատ բան էր տեսել, չափազանց շատ բան էր լսել։ Դա պարզապես ընտանեկան խնդիր չէր, այլ ավելի լուրջ բան։ Նա որոշեց, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կփորձի ուղղակիորեն խոսել տիկին Թամարի հետ։ Տան ներսում Սոնայի ընկերուհիները նախատեսվածից շուտ գնացին։ Կեսօրը լիովին կորցրել էր թեթության մթնոլորտը։ Արմինեն, վերջինը հեռացողը, միջանցքում Սոնային մի կողմ քաշեց։ Սոնա, ես պետք է քեզ մի բան ասեմ։ Չես կարծում, որ մի փոքր չափազանց կոշտ էիր սկեսրոջդ հետ։ Սոնան արհամարհանքով ծիծաղեց։ Կոշտ։ Ես ընդամենը սովորեցնում եմ նրան ամեն ինչ ճիշտ անել։ Եթե չպահանջեմ, նա թուլանում է։ Արմինեն գլուխը թափահարեց։ Ինձ դա պահանջ չթված, այլ նվաստացում։ Նա Արմանի մայրն է, Սոնա։ Հարգանքի է արժանի։ Սոնան զայրույթի ալիք զգաց։ Ինչպես էր այդ կինը համարձակվում դատել, թե ինքն ինչպես է վերաբերվում սեփական սկեսրոջը սեփական տանը։ Լսիր, Արմինե, դու ոչինչ չգիտես։ Դու այստեղ չես ապրում, չգիտես, թե ինչպես են բաները։ Այնպես որ ավելի լավ է կարծիք չհայտնես նրա մասին, ինչին ծանոթ չես։ Արմինեն հասկացավ, որ պնդելն անօգուտ է։
Նա հրաժեշտ տվեց գնաց, բայց ինչ-որ բան շարունակում էր անհանգստացնել նրա խիղճը։ Նա տարիներ շարունակ ճանաչում էր Սոնային, գիտեր, որ ընկերուհին միշտ դաժան երակ ուներ, ուրիշներից գերազանց զգալու կարիք։ Բայց այն, ինչ տեսել էր այդ կեսօրին, գերազանցում էր ընդունելիի սահմանները։ Արմինեն որոշեց, որ եթե Արմանի հետ խոսելու հնարավորություն ունենա, կպատմի, թե ինչ է տեսել։ Գիշերը Արմանը տուն հասավ մոտ 10-ին։ Հոգնած էր հերթական ինտենսիվ հանդիպումների բանակցությունների օրվանից։ Սոնան նրան դիմավորեց իր մտածված ժպիտով, ընթրիքն արդեն պատրաստ, սեղանը գցված։ Նա լուր կերավ, ինքնաբերաբար պատասխանելով աշխատանքային օրվա մասին նրա հարցերին։ Միտքը լի էր թվերով, պայմանագրերով, ժամկետներով։ Հազիվ նկատեց, որ մայրը նույնիսկ ընթրիքի չի իջել։ Ճաշից հետո Արմանն ուղիղ բարձրացավ սենյակ։ Անցավ մոր սենյակի դռան մոտով, քիչ մնաց մտներ բարի գիշեր մաղթելու, բայց տեսավ, որ լույսն անջատված է։ Ենթադրեց, որ նա արդեն քնած է, չուզեց անհանգստացնել։ Բնավ չէր պատկերացնում, որ այդ դռան մյուս կողմում Թամարն արթուն էր, պառկած մթության մեջ, մարմինը ցավում էր, հոգին էլ ավելի վիրավոր, հազարերորդ անգամ հարց տալով իրեն, թե արդյոք պետք է ճշմարտությունը պատմի որդուն։ Հաջորդ օրերը բերեցին Սոնայի դաժանության էլ ավելի մեծ սրացում։ Կարծես նա զգում էր, որ կորցնում է վերահսկողությունը, որ ինչ-որ բան շուտով փոխվելու է, դրա համար պետք է էլ ավելի խստացնել շրջափակումը։ Թամարին պարտադրված առաջադրանքներն ավելի ծանր, ավելի նվաստացուցիչ դարձան։ Մի առավոտ Սոնան պահանջեց, որ սկեսուրը մաքրի իր լոգարանը ծնկաչոք, փոքրիկ խոզանակով քսելով մարմարե հատակի յուրաքանչյուր սանտիմետրը։ Թամարը հնազանդվեց, զգալով, թե ինչպես են ծնկներն այրվում կոշտ հատակին, արծ։ Ունքները լուր թափվում էին, մինչ աշխատում էր։ Մեկ այլ օր Սոնան միտումնավոր մի բաժակ սուրճ թափեց խոհանոցի հատակին։ Դա պատահար չէր, այլ դիտավորություն։ Նա բռնեց բաժակը, նայեց Թամարին, պարզապես թողեց այն ընկնի։ Մուգ հեղուկը տարածվեց սպիտակ հատակին, ամեն ինչ կեղտոտելով։ Նայիր այս խառնաշփոթին։ Մաքրիր սա հիմա։ Թամարը, ցնցված ժեստի անհիմն չարությունից, միայն վերցրեց լաթը, սկսեց մաքրել։ Հենց այդ պահին Թամարի ներսում ինչ-որ բան վերջապես սկսեց իսկապես փոխվել։ Դա հանկարծակի փոփոխություն չէր, այլ աստիճանական։ Միտումնավոր թափված սուրճը մաքրելիս, սառը հատակին ցավող ծնկները զգալիս, նա հասկացավ, որ դա իր հետ ոչ մի կապ չունի։ Ոչ թե որովհետև ինքն ինչ-որ բան սխալ էր անում, ոչ թե որովհետև արժանի էր այդ վերաբերմունքին։ Այլ պարզապես որովհետև Սոնան դաժան էր, իսկ դաժաններին պատճառ պետք չէ վիրավորելու համար։ Այս գիտակցումը տարօրինակ կերպով ազատագրող էր։ Թամարը դադարեց իրեն մեղադրել։ Ամիսներ շարունակ նա անընդհատ իրեն հարց էր տվել. Արդյոք ես ինչ-որ բան սխալ եմ անում։ Արդյոք ես արժանի եմ այս վերաբերմունքին։ Արդյոք ես իսկապես ապաշնոր եմ, ինչպես Սոնան միշտ ասում էր։ Բայց հիմա, ծնկաչոք այդ հատակին, մաքրելով միտումնավոր թափված սուրճը, նա վերջապես հասկացավ. խնդիրը երբեք ինքը չի եղել։ Խնդիրը միշտ եղել է Սոնան նրա հիվանդագին կարիքը, իշխանություն գործադրելու ավելի թույլի վրա։ Թամարը մտածեց բոլոր այն կանանց մասին, ովքեր պատմության ընթացքում նմանատիպ իրավիճակներով էին անցել։ Լրացված, նվաստացված, մարդուց պակաս վերաբերմունքի արժանացած կանայք նրանց կողմից, ովքեր պետք է պաշտպանեին իրենց։ Նա մտածեց իր սեփական մոր մասին, որը տառապել էր դաժան տերերի ձեռքին, երբ աշխատում էր որպես տնային սպասուհի։ Մտածեց երիտասարդության ընկերուհիների մասին, ովքեր դիմանում էին բռնի հարաբերություններին, որովհետև հավատում էին, որ ընտրություն չունեն։ Մտածեց բոլոր այն ձայների մասին, որոնք լռեցվել էին վախից, ամոթից, անզորության զգացումից։ Եվ որոշեց, որ այլս այդ ձայներից մեկը չի լինի։ Անկախ նրանից, թե ինչ կարժենա, նա միջոց կգտնի ազատվելու այդ ոսկե բանտից։ Իր արժանապատվությունն ավելին արժեր, քան ցանկացած նյութական հարմարավետու։ Թյուն իր հոգու խաղաղությունն ավելին արժեր, քան կոնֆլիկտներից խուսափելը։ Առաջին անգամ Թամարը հասկացավ, որ ոչինչ չի կարող անել իրավիճակը փոխելու համար։ Անկախ նրանից, թե որքան աշխատեր, որքան հնազանդվեր, որքան լռեր։ Սոնան երբեք չէր դադարի։ Դաժանությունը չափազանց խորն էր արմատացած նրա մեջ։ Եվ եթե Թամարի արած ոչ մի բան չէր կարող դա փոխել, ապա գուցե ժամանակն էր փոխել մեկ այլ բան։ Գուցե ժամանակն էր փոխել հենց իրավիճակը։ Այդ գիշեր Թամարը նորից չկարողացավ քնել։
Պառկած էր անկողնում, նայելով մութ առաստաղին, մտածում էր։ Մտածում էր այն ամենի մասին, ինչի միջով անցել էր այդ տուն տեղափոխվելուց ի վեր։ Մտածում էր Արմանին միայնակ մեծացնելու զոհաբերության տարիների մասին։ Մտածում էր, թե որքան էր աշխատել, պայքարել, երազել։ Եվ մտածում էր, թե ինչպես էր այդ ամենը հանգեցրել այս պահին, երբ նա իրեն տեսնում էր շքեղ, բայց սիրուց դատարկ տանը բանտարկված, տառապելով մի կնոջ ձեռքին, որը պետք է ընտանիք լիներ։ Լուսաբացը մոտենում էր, երբ Թամարը վերջապես որոշում կայացրեց։ Նա դեռ չգիտեր, ինչպես կամ երբ, բայց գիտեր, որ պետք է դուրս գա այնտեղից։ Պետք է վերականգնի իր արժանապատվությունը, նույնիսկ եթե դա նշանակեր նորից մենակ մնալ։ Նույնիսկ եթե դա նշանակեր հիասթափեցնել որդուն։ Իր կյանքն ավելին արժեր, քան դա։ Իր հոգին ավելին արժեր, քան դա։ Եվ նույնիսկ ծեր լինելով, նույնիսկ հոգնած լինելով, նա դեռ արժանի էր խաղաղության։ Հաջորդ առավոտյան մի բան տեղի կունենար, որը կնախորդեր բոլոր իրադարձություններին։ Սոնան, էլ ավելի մեծ զայրույթով համակված, ինչ-որ աննշան հարցի շուրջ ընկերուհու հետ հեռախոսով վիճելուց հետո, որոշեց իր ողջ զայրույթը թափել Թամարի վրա։ Նա իջավ աստիճաններով փոթորկի պես, աչքերը փայլում էին մի չարությամբ, որը կվախեցներ ցանկացածին։ Տիկին Թամար, անմիջապես այստեղ եկեք։ Ձայնի տոնը հարցական չէր ընդունում։ Թամարը հայտնվեց, դեռ հագին գիշերանոցը, որով քնել էր։ Սոնան մատնացույց արեց ավտոտնակը։ Մեքենան նորից կեղտոտ է։ Դուք եք լվանալու։ Հիմա։ Եվ ինձ չի հետաքրքրում, թե շոկ է, թե դուք հոգնած եք։ Ուզում եմ, որ այդ մեքենան փայլի։ Կեսօր էր։ Առն օրվա ամենաբարձր ամենաշոգ կետում էր։ Ջերմաստիճանը պետք է մոտ 38 աստիճան լիներ։ Թամարը նայեց պատուհանից, տեսավ օդում դողացող շոգը, առաջին անգամ մտածեց հրաժարվելու մասին։ Բայց հնազանդվելու սովորությունը դեռ չափազանց ուժեղ էր։ Նա գլխով արեց գնաց հագնվելու, հագնելով թեթ հագուստ հին գլխարկ, արից պաշտպանվելու համար։ Երբ մաքրման պարագաներով հասավ ավտոտնակ, Սոնան արդեն այնտեղ էր, սպասում էր։ Այդ օրը նրա աչքերում ինչ-որ տարբեր բան կար, ինչ-որ ավելի մութ, ավելի վտանգավոր։ Թամարը սկսեց լվանալ մեքենան, քրտինքն անմիջապես հոսեց դեմքով։ Սոնան քննադատաբար դիտում էր յուրաքանչյուր շարժում, ամեն ինչում թերություններ գտնելով։ Ավելի արագ։ Ավելի ուժեղ քսիր։ Սա սարսափելի է։ Մեկնաբանությունները գալիս էին անդադար, խայթող դաժան։ Թամարը փորձում էր արագացնել, բայց մարմինը չէր ենթարկվում։ Գլխապտույտը վերադարձավ, այս անգամ ավելի ուժեղ։ Նա ստիպված եղավ հենվել մեքենային, որպեսզի չընկնի։ Սոնան, տեսնելով դա, կարեկցանքի փոխարեն զայրույթ զգաց։ Ինձ համար քմահաճություններ մի արա։ Շարունակիր։ Թամարը խորը շունչ քաշեց, փորձելով վերականգնել հավասարակշռությունը։ Հենց այդ ժամանակ Սոնան մոտեցավ, ցնցող դաժանության ժեստով, ուժով բռնեց Թամարի թը հրեց նրան մեքենայի կողքին։ Ես ասացի շարունակիր։ Ժեստի բռնությունն անտանելի էր։ Թամարը սուր ցավ զգաց ուսում, որտեղ հարվածել էր թափքին։ Բայց ֆիզիկական ցավից ավելին, նա զգաց, թե ինչպես է իր ներսում ինչ-որ բան վերջնականապես կոտրվում։ Դա վերջին թելն էր, որը դեռ նրան կապում էր այդ իրավիճակին։ Նա նայեց Սոնային, իսկապես նայեց, տեսավ կնոջն այնպիսին, ինչպիսին նա իրականում էր։ Դառնությամբ դատարկությամբ լի միակ, անկարող սիրելու կամ կարեկցելու, սնվող ուրիշի ցավից, իրեն հզոր զգալու համար։ Եվ Թամարը հասկացավ, որ այլս չի վախենում։ Վախը փոխարինվել էր ավելի ուժեղ բանով։ Վրդովմունքով։ Արդար զայրույթով։ Արդարության ազատագրման խորը ցանկությամբ։ Նա դեռ չգիտեր, թե ինչ կանի, բայց գիտեր, որ ինչ-որ բան պետք է փոխվի։ Եվ պետք է շուտ փոխվի։ Սոնան, գոհ իր իշխանության ցուցադրությունից, նորից մտավ տուն, Թամարին մենակ թողնելով ավտոտնակում։ Տարեց կինը մեխանիկորեն շարունակեց լվանալ մեքենան, բայց միտքը հեռու էր այնտեղից։ Նա պլանավորում էր, ածում, քաջություն հավաքում։ Ապստամբության բոցը, որը սկսվել էր փոքր, այժմ ուժգին այրվում էր։ Եվ շուտով, շատ շուտով, այդ բոցը կվերածվեր խարույկի, որը կայրեր բոլոր ստերը վերջապես կբացահայտեր ճշմարտությունը։ Հաջորդ օրվա արշալույսն իր հետ բերեց մի տարբեր զգացողություն։
Երկինքը ծանրաբեռնված էր մոխրագույն ամպերով, որոնք անձր էին խոստանում, իսկ օդը ծանր էր, խիտ, կարծես բնությունն ինքը կանխազգում էր, որ ինչ-որ կարևոր բան է տեղի ունենալու։ Թամարն արթնացավ սովորականից շուտ, բայց այս անգամ դա պարտականությունից կամ վախից չէր։ Դա այն պատճառով էր, որ մարմինն ուղղակի այլևս չէր կարողանում հանգստանալ։ Տարօրինակ էներգիա էր հոսում նրա երակներով, անհանգստության վճռականության խառնուրդ, որը նա երբեք նախկինում չէր զգացել։ Նա դանդաղ վեր կացավ, յուրաքանչյուր շարժում դեռ ցավոտ էր, բայց կեցվածքում ինչ-որ տարբեր բան կար։ Ուսերն այլս այնքան կռացած չէին։ Հայացքը, երբ նա իրեն նայեց սենյակի փոքր հայելու մեջ, նոր փայլ ուներ։ Դա այն մարդու փայլն էր, որը վերջապես որոշում էր կայացրել։ Դեռ հստակ չգիտեր, թե ինչպես ինչ տեղի կունենա, բայց գիտեր, որ այդ օրը տարբերվելու է։ Դա լինելու էր վերջին օրը, երբ նա թույլ կտար, որ իրեն այդպես վերաբերվեն։ Զգուշությամբ իջավ աստիճաններով, պատրաստեց նախաճաշը, ինչպես միշտ էր անում, ամեն ինչ դրեց սեղանին նույն ճշգրտությամբ։ Բայց մինչ ձեռքերը կատարում էին ինքնաբերական շարժումները, միտքը լիովին արթուն էր, դիտում էր, գրանցում, պատրաստվում։ Սոնան ճիշտ 7:30 իջավ, ինչպես միշտ, հագնված թանկարժեք մարզահագուստով, կատարյալ սանրվածքով, անթերի դիմահարդարմամբ։ Նա նույնիսկ Թամարին չնայեց, պարզապես նստեց, սկսեց ուտել։ Խոհանոցում լռությունը ծանր էր։ Սոնան ուտելիս հեռախոսով էր զբաղված, լիովին անտեղյակ այն փոթորկից, որը ձավորվում էր այնտեղ կանգնած, նոր հրամանների սպասող կնոջ սրտում։ Երբ ավարտեց, Սոնան ափսեն մի կողմ հրեց, վերջապես նայեց կեսրոջը։ Նրա աչքերում տարօրինակ փայլ կար, մի բան, որը Թամարը սովորել էր ճանաչել։ Դա հերթական նվաստացման, հերթական դաժանության նախանշանն էր։ Տիկին Թամար, այսօր նորից եք լվանալու մեքենան։ Երեկ լավ չէր ստացվել։ Թամարը զգաց, թե ինչպես են։ Երսում ինչ-որ բան կծկվում։ Մեքենան լվացվել էր 24 ժամից էլ քիչ առաջ, գիզիչ արի տակ, մինչ նա քիչ մնաց ուշաթափվեր։ Իսկ հիմա Սոնան ուզում էր, որ նա ամեն ինչ նորից անի։ Ոչ թե որովհետ մեքենան կեղտոտ էր, այլ պարզապես որովհետ կարող էր։ Որովհետ սիրում էր գործադրել այդ դաժան անհարկի իշխանությունը։ Ամիսների ընթացքում առաջին անգամ Թամարն անմիջապես չպատասխանեց։ Նա պարզապես նայեց Սոնային երկար ու հաստատուն հայացքով, որը ստիպեց հարսին թեթակի ճակատը կիտել։ Այդ հայացքում ինչ-որ տարբեր բան կար։ Դա հնազանդություն չէր, վախ չէր։ Դա մի բան էր, որը Սոնան չէր կարողանում բացահայտել, դա նրան անհանգստացրեց։ Ինձ լսեցի՞ր։ Գնա լվա մեքենան։ Հիմա։ Թամարը խորը շունչ քաշեց։ Զգաց, թե ինչպես է սիրտը արագանում, զգաց, թե ինչպես են ձեռքերը դողում ոչ թե վախից, այլ ադրենալինից։ Նա անդունդի եզրին էր, գիտեր, որ երբ ցատկի, հետդարձ չի լինի։ Լավ, ասաց նա, ձայնը սպասվածից ավելի ամուր հնչեց։ Սոնան գող թված դուրս եկավ խոհանոցից, Թամարին մենակ թողնելով իր մտքերի հետ։ Տարեց կինը, գնաց սենյակ, հագուստը փոխեց։ Աքավ պարզ բլուզ, հարմարավետ տաբատ, սպիտակ մազերը հավաքեց ամուր գծիկով։ Այդ ընթացքում նա շուրջը նայեց սենյակին, որը վերջին տարիներին իր ապաստանն էր եղել։ Տեսավ իր սակավաթիվ հագուստը պահարանում, տեսավ լուսանկարները գիշերասեղանին, տեսավ այն պարզ, բայց արժանապատիվ կյանքը, որը փորձել էր պահպանել նույնիսկ այդքան դժվարությունների դիմաց։ Եվ բացարձակ հստակությամբ իմացավ, որ օրվա վերջում այդ սենյակ չի վերադառնա։ Ոչ նույն կերպ։ Վերջին անգամ իջավ աստիճաններով որպես կոտրված կին։ Հաջորդ անգամ, երբ բարձրանար, եթե իհարկե բարձրանար, այլ կերպ կլիներ։ Վերցրեց մաքրման պարագաները, գնաց ավտոտնակ։ Երկինքն այժմ էլ ավելի ծանրաբեռնված էր, մութ ամպերը փոթորիկ էին խոստանում։ Սոնան արդեն այնտեղ էր, սպասում էր, այն գերազանցության դաժանության արտահայտությամբ, որը Թամարն այնքան լավ գիտեր։ Թամարը սկսեց աշխատել։ Դույլը լցրեց ջրով, թրջեց սպունգը, սկսեց քսել մեքենան։ Սոնան քննադատական հայացքով դիտում էր յուրաքանչյուր շարժում, թերություններ փնտրելով, պատրաստվելով հերթական վիրավորանքները նետելու։ Շոկը խեղդող էր նույնիսկ։ Ամպերի տակ։ Քրտինքը սկսեց հոսել Թամարի դեմքով, ձեռքերը դողում էին ջանքից։ Բայց այս անգամ ինչ-որ տարբեր բան կար։ Նա ոչ միայն մեքենա էր լվանում։ Նա ուժ էր հավաքում, իր էության մեջ մնացած քաջության յուրաքանչյուր կտորը միացնում իրար։ Ավելի արագ, ծերուկ։
Դու շատ դանդաղ ես։ Սոնայի ձայնը սրի պես կտրեց օդը։ Թամարը չպատասխանեց, պարզապես շարունակեց աշխատել։ Սոնան մոտեցավ, զայրացած սկեսրոջ լռությունից։ Նա վերցրեց ջրի դույլը ուժով շպրտեց Թամարի ոտքերի մոտ, ջուրը ցայտեցնելով ամենուր։ Ես ասացի ավելի արագ։ Դու խլանում ես։ Հենց այդ պահին Թամարի ներսում ինչ-որ բան վերջնականապես պայթեց։ Այդ բոլոր ամիսների նվաստացումը, լռությամբ լաց եղած բոլոր այդ գիշերները, կուլ տված պահված բոլոր այդ ցավը, ամեն ինչ միանգամից դուրս եկավ մակերես։ Նա վայր դրեց սպունգը, դժվարությամբ, բայց վճռականությամբ ուղղվեց ուղիղ նայեց Սոնայի աչքերին։ Բավական է։ Բառը հնչեց ուժեղ, հստակ, արձագանքելով բաց ավտոտնակում։ Սոնան մի վայրկյան քարացավ, ցնցված։ Այդ ամբողջ ընթացքում Թամարը երբեք չէր ընդդիմացել նրան։ Երբեք ձայնը չէր բարձրացրել, երբեք չէր վիճարկել։ Զարմանքն արագորեն տեղի տվեց զայրույթին։ Ինչ ասացիր։ Դու համարձակվում ես ինձ պատասխանել։ Թամարը զգաց, թե ինչպես են ոտքերը դողում, բայց չնահանջեց։ Ես ասացի, բավական է։ Ես այլս սա չեմ անի։ Ես այլս այսպես չեմ վերաբերվի։ Նրա ձայնը դողում էր, բայց յուրաքանչյուր բառը լցված էր մի արժանապատվությամբ, որը երկար ժամանակ թաղված էր եղել, այժմ վերջապես վերածնվում էր։ Սոնան մի քայլ առաջ արեց, աչքերը փայլում էին զայրույթից։ Դու ընտրություն չունես, ծերուկ։ Դու ապրում ես իմ տանը, ուտում ես իմ ուտելիքը, կախված ես ինձնից ամեն ինչում։ Սա քո տունը չէ, պատասխանեց Թամարը, գտնելով ուժեր, որոնք չգիտեր, թե ունի։ Սա իմ որդու տունն է։ Եվ ես նախընտրում եմ ապրել ցանկացած այլ տեղ, անհրաժեշտության դեպքում, փողոցում, քան շարունակել լինել քո ստրուկը։ Խոսքերը դուրս եկան հեղեղի պես, անհնար էր զսպել այժմ, երբ ամբարտակը ճեղքվել էր։ Դու ինձ նվաստացնում ես ամեն օր։ Ինձ վերաբերվում ես կենդանուց վատ։ Եվ ես լուռ էի, որովհետև չէի ուզում խնդիրներ ստեղծել, որովհետև չէի ուզում անհանգստացնել իմ որդուն։ Բայց այլս չեմ դիմանում։ Սոնան մոտեցավ Թամարին, դեմքը աղավաղված ատելությունից։ Նա ձեռքը բարձրացրեց, կարծես նորից պատրաստվում էր հրել սկեսրոջը, բայց այս անգամ Թամարը չկծկվեց։ Նա ամուր կանգնեց, ուղիղ նայելով այն կնոջը, որը նրա կյանքը դժոխքի էր վերածել։ Հենց այդ ժամանակ փողոցից մի ձայն լսվեց։ Տիկին Թամար, այնտեղ ամեն ինչ լավ է։ Դա տիկին Լուսինեն էր, հարանուհին, որը լսել էր բարձրացած ձայները մոտեցել դարպասին։ Նրա հետից հայտնվեց նա պարոն Հակոբը, անհանգստացած։ Հարանների ներկայությունը ստիպեց Սոնային տատանվել։ Նա իջեցրեց ձեռքը, բայց հայացքը շարունակում էր թույնով լիլինել։ Թամարն օգտվեց պահից։ Դանդաղ, բայց վճռական քայլերով նա շարժվեց դեպի դարպասը։ Անցավ Սոնայի կողքով, որը չափազանց ցնցված էր անմիջապես արձագանքելու համար։ Որ ես կարծում, թե գնում ես։ Սոնան վերջապես արձագանքեց, հետելով Թամարին։ Բայց տարեց կինը չկանգնեց։ Նա անցավ ավտոտնակը, անցավ դրսի տարածքը, հասավ դարպասին, որտեղ տիկին Լուսինեն պարոն Հակոբը սպասում էին անհանգստության աջակցության արտահայտություն։ Ներով։ Տիկին Թամար, ինչ է կատարվում, մեղմորեն հարցրեց տիկին Լուսինեն։ Թամարը նայեց հարաններին, այն մարդկանց, որոնց հազիվ էր ճանաչում, բայց որոնք ավելի շատ կարեկցանք էին ցուցաբերում, քան սեփական ընտանիքը։ Ես պետք է դուրս գամ այս տնից, ասաց նա, ձայնը թեթակի կոտրվեց, բայց որոշման մեջ ամուր էր։ Ես այլս չեմ կարող այստեղ մնալ։ Տիկին Լուսինեն անմիջապես քնքշորեն բռնեց Թամարի թը։ Եկեք մեզ հետ։ Դուք կարող եք մեր տանը մնալ այնքան, որքան անհրաժեշտ է։ Սոնան հասավ դարպասին, փորձելով պահպանել ինքնատիրապետումը հարանների առաջ, բայց զայրույթն ակնհայտ էր դեմքի յուրաքանչյուր գծում։ Նա ոչ մի տեղ չի գնա։ Տիկին Թամար, հիմա վերադարձեք ներս։ Բայց Թամարը գլուխը թափահարեց։ Այդքան ժամանակվա մեջ առաջին անգամ նա ընտրություն էր կատարում։ Նա ընտրում էր իր արժանապատվությունը, իր խաղաղությունը, իր կյանքը։ Ես չեմ վերադառնա։ Ոչ քանի դեռ դու այնտեղ ես։ Այլ հարաններ սկսեցին հայտնվել, գրավված անսովոր իրարանցումով։ Մագնոլիաների փողոցը, որը միշտ այդքան զուսպ լուռ էր, այժմ մայթերին մի քանի մարդ ուներ, որոնք դիտում էին ծավալվող տեսարանը։ Սոնան հասկացավ, որ կորցնում է իրավիճակի վերահսկողությունը։
Իր խնամքով կառուցված հեղինակությունը սկսում էր ճաքել։ Նա փորձեց վերջին խաղաքարտը։ Արմանը կիմանա սրա մասին։ Նա շատ կհիասթափվի ձեզնից։ Թամարը ցավի խայթոց զգաց, լսելով որդու անունը, բայց չտատանվեց։ Ուրեմն թող իմանա։ Թող իմանա ամեն ինչ։ Թող իմանա, թե ինչպես ես դու ինձ վերաբերվել առաջին իսկ օրվանից։ Թող իմանա նվաստացումների, վիրավորանքների, հարկադիր աշխատանքի մասին։ Ես այլս չեմ վախենում ճշմարտությունից։ Նրա ձայնի քաջությունը զարմացրեց նույնիսկ իրեն։ Սոնան բերանը բացեց պատասխանելու, բայց ոչ մի բառ դուրս չեկավ։ Նա կորած էր, բացահայտված, գիտեր դա։ Հենց այդ պահին միս մեքենա թեքվեց անկյունից, կանգնեց տան դիմաց։ Արմանը դուրս եկավ մեքենայից շփոթված արտահայտությամբ, փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում։ Նա ավելի շուտ էր վերադարձել իր գործուղումից, որովհետև մոռացել էր որոշ կարևոր փաստաթղթեր։ Չէր սպասում գտնել այդ տեսարանը, մայրը դարպասի մոտ, հարանների կողմից պաշտպանված, կինը դեմքին զայրույթի առ տահայտությամբ, մի քանի մարդ դիտում էին։ Արմանի սիրտը սկսեց արագ բաբախել, տեսնելով այդ տեսարանը։ Ինչ-որ բան շատ սխալ էր։ Նա բավականաչափ լավ գիտեր մորը, հասկանալու համար, որ նա երբեք առանց պատճառի սկանդալ չէր սարքի։ Թամարը զուսպ, պահպանողական կին էր, որը միշտ խուսափում էր կոնֆլիկտներից։ Նրան այնտեղ, դարպասի մոտ տեսնելը, ակնհայտորեն հուզված հարանների կողմից պաշտպանված, գործի դրեց նրա մտքի բոլոր ազդանշանները։ Նա արագ դուրս եկավ մեքենայից, նույնիսկ մոռանալով անջատել շարժիչը, լայն քայլերով շարժվեց դեպի դարպասի մոտ հավաքված խումբը։ Մոտենալիս Արմանը սկսեց նկատել մանրամասներ, որոնք նախկինում աննկատ էին մնում։ Մոր չափազանց նիհարությունը, կարծես նա կարճ ժամանակում շատ քաշ էր կորցրել։ Աչքերի տակի խորս շրջանակները, որոնք վկայում էին վատ քնած գիշերների մասին։ Այն ձը, թե ինչպես էր նա շարժվում, դանդաղ զգույշ, կարծես յուրաքանչյուր շարժում ցավ պատճառեր։ Եվ հատկապես, դեմքի արտահայտությունը։ Դա պարզապես տխրություն չէր։ Դա խորը հյուծվածություն էր, վախ էր, անսխալական նշանն էր մեկի, ով շատ երկար ժամանակ տառապել էր։ Ինչպես նա չէր նկատել այս ամենը նախկինում։ Ինչպես էր այդքան գույր, այդքան բացակա, այդքան խորասուզված իր սեփական աշխարհում։ Ինչ է կատարվում այստեղ, հարցրեց Արմանը, նայելով մի դեմքից մյուսին։ Սոնան առաջինը խոսեց, փորձելով վերահսկել իրավիճակը։ Արման, ինչ լավ է, որ եկար։ Մայրդ հիստերիկա է սարքել, ասում է, որ ուզում է գնալ։ Ես փորձեցի հանգստացնել նրան, բայց… Թամարն ընդհատեց։ Այլս թույլ չէր տա, որ ստեր ասվեն։ Որդիս, ես պետք է քեզ հետ խոսեմ։ Արմանը նայեց մորը առաջին անգամ իսկապես տեսավ նրան։ Տեսավ դեմքի ծայրահեղ հոգնածությունը, տեսավ տառապանքի հետքերը, տեսավ աչքերում ինչ-որ կոտրված բան, որը նախկինում չկար։ Սարսուռ անցավ նրա մարմնով։ Մամ, ինչ է պատահել։ Նրա ձայնը հնչեց անհանգիստ, գրեթե վախեցած։ Թամարը խորը շունչ քաշեց։ Ժամանակն էր խախտել լռությունը։ Որդիս, ես այլս չեմ կարող ապրել այս տանը։ Ոչ քանի դեռ նա… Մատնացույց արեց Սոնային, ինձ վերաբերվում է այնպես, ինչպես վերաբերվել է։ Արմանը ճակատը կիտեց։ Ինչի… Մասին եք խոսում։ Սոնան նորից փորձեց միջամտել։ Արման, մի լսիր սա։ Նա շփոթված է, բաներ է հորինում։ Բայց տիկին Լուսինեն մի քայլ առաջ արեց։ Պարոն Արման, ամբողջ հարգանքով, բայց ձեր կինը ձեզ հետ ազնիվ չէ։ Ես ամուսինս ամիսներ շարունակ բաներ ենք տեսել-լսել, որոնք մեզ շատ են անհանգստացնում։ Պարոն Հակոբը համաձայնեց։ Ճիշտ է։ Այն ձը, թե ինչպես են տիկին Թամարին վերաբերվել, ճիշտ չէ։ Մենք ուզում էինք ավելի շուտ խոսել, բայց չգիտեինք, արդյոք պետք է խառնվենք։ Այլ հարաններ սկսեցին համաձայնել, ոմանք պատմում էին իրենց տեսած բաների, լսած ճիչերի, այն մասին, թե ինչպես էին տեսնում Թամարին միշտ հյուծիչ աշխատելիս այգում ուժեղ արի տակ, միշտ մենակ, միշտ այն խորը տխրության արտահայտությամբ։ Արմանը գունատվել էր։ Նա նայեց Սոնային, ժխտում, բացատրություն փնտրելով։ Բայց նրա դեմքը քարացած էր, շուրթերը սեղմված բարակ գծով։ Նա գիտեր, որ բացահայտվել է։ Արմանը շրջվեց դեպի մայրը։ Մամ, խնդրում եմ, պատմիր ինձ, թե ինչ է կատարվում։ Ճշմարտությունը։
Եվ Թամարը պատմեց. Այնտեղ տան դարպասի մոտ հարանների առաջ, իրեն այդքան ահաբեկած հարսի առաջ, նա պատմեց ամեն ինչ. Խոսեց նվաստացուցիչ առաջադրանքների, մշտական վիրավորանքների, հարկադիր աշխատանքի, սպառնալիքների, մենության, վախի մասին։ Յուրաքանչյուր բառը լցված էր ամիսների զսպված ցավով։ Արմանը լուռ լսում էր, դեմքն ավելի ու ավելի էր գունատվում, ձեռքերը բռունցքվում էին։ Երբ Թամարն ավարտեց, նրա դեմքով արցունքներ էին հոսում, բայց նա ազատագրման զգացում կար։ Արմանը դանդաղ շրջվեց դեպի Սոնան։ Նրա հայացքն այն մարդու հայացքն էր, որը հենց նոր էր արթնացել երազից հայտնաբերել, որ ապրում է մղձավանջի մեջ։ Ճիշտ է։ Նրա ձայնը ցածր էր, զուսպ, բայց դրա հետում խորը զայրույթ կար։ Սոնան փորձեց ժխտել, բայց բառերը մահանում էին կոկորդում։ Չափազանց շատ վկաներ, չափազանց շատ ապացույցներ կային։ Արման, դու չես հասկանում, նա։ Ճիշտ է, կրկնեց նա, այս անգամ ավելի բարձր։ Սոնան հասկացավ, որ ելք չկա։ Նա ուսերը թոթվեց, վերջին փորձը անտարբեր երալու։ Ես ընդամենը փորձել եմ, որ նա իրեն օգտակար զգա։ Նա այստեղ անվճար էր ապրում, արդար էր, որ օգներ որոշ բաներով։ Պատասխանի սառնությունը ցնցեց նույնիսկ Արմանին։ Նա նայեց այն կնոջը, որի հետ ամուսնացել էր, հասկացավ, որ երբեք նրան իսկապես չի ճանաչել։ Որոշ բաներով, կրկնեց նա, ձայնը դողում էր զսպված հուզմունքից։ Դու նվաստացրել ես մորս։ Դու նրա կյանքը դժոխքի ես վերածել։ Իմ տանը։ Իմ հարկի տակ։ Նա շրջվեց դեպի Թամարը, որին պաշտպանում էր տիկին Լուսինեն։ Մամ, ներիր ինձ։ Ներիր, որ չեմ տեսել։ Ներիր, որ այդքան կույր, այդքան բացակա եմ եղել։ Ներիր, որ թույլ եմ տվել, որ սա տեղի ունենա։ Թամարը տեսավ որդու աչքերում անկեղծ տառապանքը, սիրտը կծկվեց։ Որդիս, դու չգիտեիր։ Ես չեմ պատմել, որովհետև չէի ուզում քեզ անհանգստացնել, չէի ուզում քանդել քո ամուսնությունը։ Արմանը գլուխը թափահարեց, արցունքներն այժմ հոսում էին նրա դեմքով։ Իմ ամուսնությունը։ Նա դառը ծիծաղեց։ Ինչ։ Ամուսնություն։ Ես ամուսնացել եմ մի մարդու հետ, որը գոյություն չունի։ Իրական կինը սա է, որը տանջել է մորս նույնիսկ մի կաթիլ զղջում չի զգում։ Նա մոտեցավ մորը, աշխարհի ողջ զգուշությամբ բռնեց նրա ձեռքերը։ Դուք ոչ մի տեղ չեք գնա։ Սա ձեր տունն է։ Միշտ եղել է, միշտ կլինի։ Ով այստեղից կգնա, նա խստորեն նայեց Սոնային, նա է։ Սոնան մի քայլ հետ արեց, վերջապես հասկանալով իրավիճակի լրջությունը։ Արման, դու չես կարող դա անել։ Մենք ամուսնացած ենք։ Առայժմ, սառնորեն պատասխանեց նա։ Բայց դա կփոխվի։ Կարող ես վստահ լինել դրանում։ Նա իր ուշադրությունը լիովին կենտրոնացրեց մոր վրա։ Մամ, մտիր ինձ հետ։ Եկ խոսենք։ Ամեն ինչ կլուծենք։ Ես խոստանում եմ, որ այլս ոչ ոք քեզ չի վիրավորի։ Այլս երբեք։ Թամարը նայեց որդուն, տեսավ նրա աչքերում անկեղծ սերը, տեսավ զղջումը, տեսավ ամեն ինչ շտկելու անկեղծ ցանկությունը։ Եվ նրա ներսում ինչ-որ բան սկսեց բուժվել։ Տիկին Լուսինեն մեղմորեն բաց թողեց Թամարի թը։ Գնացեք ձեր որդու հետ, սիրելիս։ Բայց իմացեք, որ մեր դուռը միշտ բաց է, եթե կարիք լինի։ Թամարը գլխիշ։ Արժումով շնորհակալություն հայտնեց, խորապես հուզված այն կնոջ բարությունից, որին հազիվ էր ճանաչում։ Արմանն օգնեց մորը մտնել տուն, անցնելով Սոնայի կողքով, առանց նույնիսկ նրան նայելու։ Հարանները սկսեցին ցրվել, բայց խոսակցությունները օրեր շարունակ կշարունակվեին այն մասին, թե ինչ էր տեղի ունեցել այդ առավոտյան Արմանենց տանը։ Տան ներսում Արմանը մորը տարավ հյուրասենյակ, օգնեց նստել ամենահարմարավետ բազմոցին։ Նա ծնկի իջավ նրա առաջ, զգուշությամբ բռնելով ձեռքերը, կարծես նա աշխարհի ամենաթանկ բանը լիներ։ Նորից պատմիր ինձ ամեն ինչ, մամ։ Սկզբից։ Ես պետք է ամեն ինչ իմանամ։ Եվ Թամարը նորից պատմեց, այս անգամ ավելի մանրամասն դաժանության յուրաքանչյուր դրվագ, յուրաքանչյուր դաժան խոսք, յուրաքանչյուր անհնարին առաջադրանք։ Արմանը լսում էր կոտրված սրտով։ Յուրաքանչյուր բացահայտում դանակի հարված էր։ Նա այդքան շատ էր աշխատել մոր համար լավ կյանք ապահովելու, նրա արած ամեն ինչի դիմաց փոխհատուցելու համար, վերջում նրան ընդամենը ավելի վատ իրավիճակի մեջ էր դրել։ Մեղքի զգացումը ջնշող էր։
բայց մեղքի զգացումի հետ միաս։ Ին գալիս էր վճռականությունը։ Նա շտկելու էր դա։ Անկախ նրանից, թե ինչ կարժենար, նա ապահովելու էր, որ մայրն ունենա այն խաղաղությունն ու արժանապատվությունը, որին միշտ արժանի է եղել։ Սոնան անհետացել էր սենյակում։ Արմանը նույնիսկ չանհանգստացավ։ Նա գիտեր, որ ի վերջո պետք է զբաղվի նրանով, բայց այդ պահին իր առաջնահերթությունը մայրն էր։ Նա անընդհատ ներողություն էր խնդրում, խոստանում, որ ամեն ինչ այլ կերպ կլինի, հավաստիացնում, որ նա ապահով կլինի։ Թամարը լսում էր, դեռ մարսելով այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Նա խախտել էր լռությունը։ Գտել էր իր ձայնը։ Եվ որդին վերջապես տեսել էր ճշմարտությունը։ Հաջորդ շաբաթների ընթացքում շատ բան փոխվեց Մագնոլիաների փողոցի այդ տանը։ Սոնան գնաց, իր հետ տանելով միայն իր հագուստն ու անձնական իրերը։ Արմանը սկսեց բաժանման գործընթացը, վճռական լինելով այլս երբեք որևէ կապ չունենալ այդ կնոջ հետ։ Տունը, որը նախկինում լի էր լարվածությամբ վախով, սկսեց նորից շնչել։ Արմանը կտրուկ կրճատեց իր գործուղումները, ավելի շատ պարտականություններ պատվիրակեց ընկերությունում, որոշեց, որ ոչ ի գործարք ավելին չարժե, քան ներկա լինելը նրանց համար, ովքեր իսկապես կարոր են։ Թամարը սկսեց բուժման դանդաղ գործընթաց։ Ֆիզիկական վերքերը ժամանակի ընթացքում սպիացան, բայց հուզականները ավելի երկար տեցին։ Եղան մղձավանջային գիշերներ, խորը տխրության օրեր, պահեր, երբ նվաստացումների հիշողությունն ուժգին վերադառնում էր։ Բայց Արմանը միշտ այնտեղ էր, համբերատար, սիրող, անում էր իրենից կախված ամեն ինչ, օգնելու մորը վերականգնել իր արժանապատվությունն ու հոգու խաղաղությունը։ Տիկին Լուսինեն, պարոն Հակոբը մտերիմ ընկերներ դարձան։ Նրանք պարբերաբար այցելում էին Թամարին, միասին թեյում, զրուցում կյանքից։ Տունը, որը նախկինում բանտ էր, վերջապես վերածվեց իսկական տան։ Մի վայր, որտեղ Թամարին վերաբերվում էին այն հարգանքով, սիրով, որին միշտ արժանի է եղել։ Նա նորից սկսեց ժպտալ, դանդաղ, բայց անկեղծ։ Նորից աչքերում փայլ հայտնվեց։ Նորից սկսեց ապրել, ոչ թե պարզապես գոյատել։ Ամիսներ անց մի հանգիստ կեսօրին Թամարը նստած էր այգում, որն այդքան խնամել էր սարսափելի պայմաններում։ Բայց հիմա այլ էր։ Հիմա նա այնտեղ էր, Ետ ուզում էր, որովհետ սիրում էր ծաղիկները, որովհետ վայելում էր կեսօրվա մեղմ առը։ Արմանը դուրս եկավ տնից, բերելով 2 բաժակ սառը լիմոնադ։ Նա նստեց մոր կողքին, նրանք մի պահ լուռ մնացին, պարզապես վայելելով խաղաղությունը։ Մամ, ես երբեք լիովին չեմ ների ինձ կատարվածի համար, ցածրաձայն ասաց Արմանը։ Թամարը բռնեց որդու ձեռքը։ Որդիս, դու պետք չէ այդ մեղքը կրես։ Դու չգիտեիր։ Եվ երբ իմացար, դու ճիշտ բանն արեցիր։ Դա է, որ կարոր է։ Արմանը խոնավ աչքերով նայեց մորը։ Դուք ամենաուժեղ մարդն եք, որին ես ճանաչում եմ։ Այն ամենից հետո, ինչի միջով անցել եք, դեռ սրտում կարեկցանք ունեք։ Թամարը ժպտաց։ Ես սովորել եմ, որ վիրավորանք պահելը նման է թույն խմելուն, հույս ունենալով, որ մյուսը կմահանա։ Ես ընտրեցի ազատվել դրանից։ Ընտրեցի խաղաղ ապրել։ Արմանը զգուշորեն գրկեց մորը, անսահման երախտագիտություն զգալով, որ դեռ նրան այնտեղ ունի, որ հնարավորություն է ունեցել ամեն ինչ շտկելու, քանի դեռ շատ ուշ չէր։ Ես քեզ սիրում եմ, մամ։ Եվ իմ կյանքի մնացած մասը կանցկացնեմ դա ապացուցելով։ Արը սկսում էր մայրմ տնել հորիզոնում, երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն երանգներով։ Մագնոլիաների փողոցի նրբագեղ տանը վերջապես խաղաղություն կար։ Իրական սեր կար։ Արժանապատվություն կար։ Թամարը նայեց այդ գեղեցիկ երկնքին, երկար ժամանակվա մեջ առաջին անգամ, զգաց, որ գտնվում է հենց այնտեղ, որտեղ պետք է լիներ։ Ոչ որպես բանտարկյալ, ոչ որպես ծառա, այլ որպես սիրված, հարգված, խնամված մայր։ Նա վերապրել էր փոթորիկը։ Եվ հիմա, վերջապես, կարող էր վայելել դրանից հետո եկած հանդարտությունը։ Պատմության ավարտը սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ տիկին Թամարի Արմանի պատմությունը խորապես հուզեց ձեր սիրտը։ Եթե դուք հուզվեցիք տառապանքի, քաջության փրկության այս ճանապարհորդությունից, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Տիկին Թամարը մեզ սովորեցրեց, որ երբեք ուշ չէ վերականգնել մեր արժանապատվությունը, որ լռությունը կարող է պաշտպանել նրանց, ում սիրում ենք, բայց նա կարող է մեզ ոչնչացնել, որ ճշմարտությունը, որքան էլ ցավոտ լինի, միշտ պետք է ասվի։ Ամեն օ։
Մենք բերում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը, որոնք ցույց են տալիս այն անտեսանելի պայքարները, որոնց շատ մարդիկ լռությամբ դիմակայում են։ Եթե դուք ճանաչում եք մեկին, ով դժվար իրավիճակում է, եղեք այն ձայնը, որը խրախուսում է այդ մարդուն օգնություն փնտրել։ Եղեք ինչ-որ մեկի կյանքի տիկին Լուսինեն։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությամբ, որը կհուզի ձեզ կստիպի խորել այն մասին, թե ինչն է իսկապես կարևոր կյանքում։